Երբ ոստիկանությունը մտավ Երանի կասկադի մոտ գտնվող բնակարան, նրանք գտան մի բան, որը 30 տարի թաքցված էր պահվել։ Հին փայտե սեղանի վրա, փոշու տակ, ընկած էր նամակ, գրված դեղին թղթի վրա, որի վրա կարդում էր «Չկարդալ մինչ իմ մեկնելը»։ Այդ նամակը գրել էր ինքը, Ջիվան Գասպարյանը, մայստրոն, որի դուդուկի ձայնը լացել էր ողջ աշխարհի համար, բայց ում սեփական արդյունքները երբեք չէին հասել հանրությանը։ Նամակում նա խոսում էր մի կնոջ մասին, որի անունը նա երբեք չէր արտասանել հրապարակայնորեն, բայց ում համար նա ապրել էր յուրաքանչյուր օր, վերջին շնչի պես։ Ինչու՞։ Այս նամակը թաքցվել ընտանիքի կողմից։ Ինչ էր գրված այնտեղ, որ նույնիսկ ամենամոտ մարդիկ վախենում էին բացահայտել։ Ով էր այն կինը, որի մահից հետո մայստրոն դադարեց շնչել, թե նրա սիրտը դեռ բաբախում էր։ Եվ ամենակարևորը, արդյոք պատահական է, որ նա մեկնեց այս աշխարհից ճիշտ նույն օրը, երբ նա 60 տարի առաջ, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին Երանի փողոցներում։ 1950-րդ թվականներին, երբ Խորհրդային Միությունը դեռ ապրում էր Ստալինի ստվերի տակ, Երանը փոքր քաղաք էր, որտեղ բոլորը ճանաչում էին միմյանց։ Ջիվան Գասպարյանը, երիտասարդ երաժիշտ, արդեն սկսել էր իր անունը հայտնի դարձնել, նվագելով դուդուկ հարսանիքներում տոներում։ Նրա մատները շարժվում էին փայտե գործիքի վրա այնպես, կարծես խոսում էին մի լեզվով, որը միայն սիրտը կարող էր հասկանալ։ Բայց նրա սեփական սիրտը դեռ լուռ էր, դատարկ, սպասելով մեկին, ով կլցներ այն։ Եվ ապա, մի գարնանային օր, երբ Երանի ծառերը ծաղկում էին վարդագույն սպիտակ, նա տեսավ նրան։ Նա կանգնած էր շուկայում, վաճառում էր ծաղիկներ, նրա աչքերը մուգ, խորը, լի խորհրդով, բռնեցին նրա հայացքը այլս չթողեցին։ Նրա անունը Ռիփսիմե էր, նա ոչ թե պարզապես գեղեցիկ էր, այլ ուներ այն հատուկ լույսը, որը միայն իսկական կանայք ունեն, լույսը, որը կարող է փրկել կամ ոչնչացնել մի տղամարդու։ Բայց Ռիփսիմեն արդեն ամուսնացած էր։ Նրա ամուսինը, Արամը, աշխատում էր պետական գործարանում, համարվում էր լավ մարդ, այն տեսակի մարդ, ում մասին հարանները խոսում էին հարգանքով, բայց ում աչքերում երբեք չէիր տեսնի կրակ։ Ջիվանը գիտեր, որ սա մեղք է, որ նա չպետք է նայի ամուսնացած կնոջը այնպես, ինչպես նա նայում էր Ռիփսիմեին, բայց նրա սիրտը չէր լսում բանականությունը։ Նրանք սկսեցին հանդիպել գաղտնի, հին եկեղեցու հետում, որտեղ ոչ ոք չէր գալիս, որտեղ միայն քարերն ու Աստվածը գիտեին նրանց գաղտնիքը։ Ջիվանը նվագում էր նրա համար դուդուկ, յուրաքանչյուր նոտա էր ճիչ, աղերս, խոստովանություն։ Ռիփսիմեն լսում էր, նրա աչքերում արցունքներ էին, բայց նա երբեք չասաց, ես կթողնեմ նրան քեզ համար։ Նա ասաց, ես չեմ կարող։ Եվ այդ երկու բառերը եղան Ջիվանի կյանքի դատապարտությունը։ Տարիներ անցան, Ջիվանը ամուսնացավ մեկ ուրիշի հետ։ Նրա կինը Սոնան էր լավ կին, նվիրված, ով ծնեց նրա երեխաներին, պահպանեց նրա տունը։ Բայց Ջիվանի սիրտը երբեք ամբողջությամբ չէր պատկանում նրան։ Գիշերները, երբ Սոնան քնած էր, Ջիվանը նստում էր պատշգամբում նվագում դուդուկ, յուրաքանչյուր մեղեդի էր նվիրված Ռիփսիմեին, կնոջը, որին նա երբեք չէր կարող ունենալ։ Նրա ամենահայտնի կոմպոզիցիաները, այն երգերը, որոնք դարձան Հայաստանի հոգու ձայնը, բոլորը ծնվեցին այդ գաղտնի ցավից։ Երբ աշխարհը լսում էր Ջիվան Գասպարյանի դուդուկը լաց էր լինում, նրանք չգիտեին, որ լաց էին լինում մի տղամարդու համար, ով ապրում էր կրկնակի կյանք, մեկը բեմի վրա, մյուսը իր սրտի խորքում, որտեղ Ռիփսիմեի պատկերը երբեք չէր մարում։ 1970-րդ թվականներին Ջիվանի համբավը սկսեց տարածվել Խորհրդային Միության սահմաններից դուրս։ Նա նվագեց Մոսկվայում, Լենինգրադում, նույնիսկ արտասահմանում։ Փողն ու փառքը եկան, բայց դրանք չէին կարող լցնել այն դատարկությունը, որը Ռիփսիմեն թողել էր։ Մարդիկ տեսնում էին մայստրոյին ժպտացող, ընդունող ծափահարությունները, բայց ոչ ոք չտեսավ, թե ինչպես նա վերադառնում էր հյուրանոց խմում մինչ առավոտ, փորձելով մոռանալ այն, ինչը երբեք չէր կարող մոռանալ։ Նրա ընկերները, այն մարդիկը, ովքեր ճանապարհորդում էին նրա հետ, սկսեցին նկատել, որ Ջիվանը փոխվում է։ Նա դառնում էր ավելի լուռ, ավելի հեռավոր, կարծես նրա մի մասը արդեն չէր այստեղ, այլ ինչ-որ այլ տեղ, որտեղ Ռիփսիմեն սպասում էր նրան։ Բայց Ռիփսիմեն չէր սպասում։ Նա շարունակում էր ապրել իր կյանքը Արամի հետ, բարձրացնել իրենց երեխաներին, արտաքուստ ամեն ինչ թվում էր նորմալ։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան լավ, տեսնում էին, որ նրա աչքերում մի տխրություն կար, որը երբեք չէր անհետանում։ Հարանները խոսում էին, շշնջում էին, որ Ռիփսիմեն երբեմն տեսնվում էր հին եկեղեցու մոտ, մենակ, նայելով հորիզոնին, կարծես սպասելով մեկին։ Արդյոք նա դեռ մտածում էր Ջիվանի մասին։ Արդյոք նա զղջում էր, որ չէր հետել իր սրտին։
Կամ թերս նա գիտեր ինչ-որ բան, որը մենք չգիտենք, ինչ-որ բան, որը բացատրում էր, թե ինչու նրանց երկու հոգիները այդքան խորը կապված էին, որ նույնիսկ մահը չէր կարող նրանց բաժանել։ 1990-ականների սկզբին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանը դարձավ անկախ, Ջիվան Գասպարյանը արդեն լեգենդ էր։ Նրա դուդուկի ձայնը հնչեց հոլիվուդյան ֆիլմերում, նա համագործակցեց համաշխարհային հռչակավոր երաժիշտների հետ, նրա անունը դարձավ Հայաստանի հպարտությունը։ Բայց տանը, երբ կամերաները անջատված էին, հարցազրույցները ավարտված, Ջիվանը դեռ նույն տղամարդն էր, տղամարդը, ով սիրել էր, կորցրել էր, ով երբեք չէր կարողացել ազատվել այդ սիրուց։ Նրա կինը, Սոնան, գիտեր։ Նա միշտ գիտեր։ Բայց նա երբեք չխոսեց դրա մասին, քանի որ նա սիրում էր Ջիվանին բավականաչափ, որպեսզի թույլ տար նրան ունենալ իր գաղտնիքները։ Սա էր նրանց համաձայնությունը, լուռ, ցավոտ, բայց իրական։ Երբ Սոնան մահացավ 2012 թվականին, Ջիվանը կորցրեց իր խարիսխը։ Նա կորցրեց կինը, ով եղել էր նրա ապաստանը, նրա կայունությունը, կինը, ով թույլ էր տվել նրան ապրել իր երազանքի մեջ, չդատելով նրան։ Սոնայի հուղարկավորությունից հետո Ջիվանը փակվեց իր տանը շաբաթներ շարունակ, ոչ ոք չտեսավ նրան։ Նրա որդիները անհանգստանում էին, փորձում էին խոսել նրա հետ, բայց Ջիվանը պարզապես նստում էր իր սենյակում, բռնած դուդուկը, բայց չէր նվագում։ Առաջին անգամ իր կյանքում նա չէր կարող նվագել։ Կարծես երաժշտությունը, որը միշտ եղել էր նրա փրկությունը, հանկարծ լռել էր։ Բայց ապա, մի գիշեր, Ջիվանը վերցրեց թուղթ գրիչ, սկսեց գրել։ Նա գրեց նամակ, ոչ թե Սոնային, այլ Լիփսիմեին։ Նա գրեց ամեն ինչ, ինչ երբեք չէր ասել, ինչպես նա սիրել էր նրան, ինչպես յուրաքանչյուր երգ, որը նա երբեք գրել էր, եղել էր նրա համար, ինչպես նա ապրել էր 60 տարի, սպասելով այն օրվան, երբ նրանք կարող էին լինել միասին։ Նա գրեց, որ հիմա, երբ Սոնան գնացել է, նա ազատ է, բայց ազատությունը ուշ է եկել։ Նա գրեց, որ նա գիտի, Լիփսիմեն նույնպես ծերացել է, որ նրա ամուսինը, Արամը, մահացել է տարիներ առաջ, որ նրանք երկուսն էլ հիմա մենակ են։ Եվ նա գրեց մի բան, որը սարսափեցրեց բոլորին, ովքեր հետո կարդացին այդ նամակը, նա գրեց, որ նա չի ուզում ապրել առանց նրա, որ նա սպասում է նշան, որ ժամանակն է եկել գնալու։ Այդ նամակը Ջիվանը երբեք չուղարկեց։ Նա թողեց այն սեղանի վրա, թաքցրեց այլ թղթերի տակ, շարունակեց ապրել։ Բայց նրա ընտանիքը նկատեց, որ ինչ-որ բան փոխվել է։ Ջիվանը սկսեց խոսել Լիփսիմեի մասին, բարձրաձայն, առաջին անգամ տասնամյակներ շարունակ։ Նա պատմեց իր որդիներին, թե ինչպես նրանք հանդիպել էին, ինչպես նա սիրել էր նրան, ինչպես նա երբեք չէր կարողացել մոռանալ նրան։ Նրա որդիները լսում էին ցնցված, չգիտենալով, թե ինչ ասել։ Ո՞վ էր այս կինը, որի մասին նրանց հայրը խոսում էր այնպիսի կրքով, կարծես նա դեռ երիտասարդ էր։ Ինչու՞։ Նա երբեք չէր պատմել նրանց նրա մասին։ Եվ ամենակարևորը, ո՞ր էր Լիփսիմեն հիմա։ Պատասխանը եկավ ավելի շուտ, քան ցանկացած ոք կարող էր պատկերացնել։ 2020 թվականի հուլիսի 21-րդ օրը Լիփսիմեն մահացավ իր տանը Երանում։ Նա 9 տասնամյակ էր, նրա սիրտը պարզապես դադարեց բաբախել, խաղաղ, լուռ, կարծես նա պարզապես որոշեց, որ ժամանակն է եկել հանգստանալու։ Նրա հուղարկավորությունը փոքր էր, ընտանեկան, Ջիվան Գասպարյանը չգնաց։ Նա չէր կարող գնալ։ Նա նստեց իր տանը, բռնած դուդուկը, վերջապես, երկար լռությունից հետո նա նվագեց։ Նա նվագեց այնպիսի ցավով, որ նրա հարանները, ովքեր լսեցին, ասացին, որ դա ոչ թե երաժշտություն էր, այլ հոգու ճիչ։ Եվ ապա, ճիշտ 30 օր անց, օգոստոսի 20-րդ օրը, Ջիվան Գասպարյանը նույնպես մահացավ։ Պաշտոնական տարբերակը ասում էր ծերության պատճառով, բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, գիտեին ճշմարտությունը։ Նա չմեռավ ծերությունից։ Նա մեռավ կոտրված սրտից։ Նա մեռավ, քանի որ կինը, ում նա սիրել էր ողջ կյանքը, գնացել էր, նա չէր կարող, չէր ուզում մնալ առանց նրա։ 30 օր, ճիշտ այնքան ժամանակ, որքան հայկական ավանդույթը պահանջում է սկի համար։ Կարծես Ջիվանը սպասեց, մինչ Լիփսիմեի հոգին ազատվեր, ապա հետեց նրան։ Բայց այստեղ է, որ պատմությունը դառնում է ավելի խորը, ավելի խորհրդավոր։ Երբ Ջիվանի ընտանիքը սկսեց դասավորել նրա իրերը, նրանք գտան այդ նամակը։ Եվ նրանք գտան մեկ բան, հին լուսանկար, թաքցրած Ջիվանի դուդուկի պատյանի մեջ։ Լուսանկարում երիտասարդ Լիփսիմեն էր, կանգնած հին եկեղեցու առջ, ժպտում, նրա աչքերը լի լույսով։ Լուսանկարի հետի կողմում, Ջիվանի ձեռագրով, գրված էր՝ «Իմ հոգին, իմ երգը, իմ ամեն ինչը»։
Եվ ամսաթիվը հուլիսի 21, 1956։ Նույն օրը, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին։ Նույն օրը, երբ Լիփսիմեն մահացավ 64 տարի անց։ Նույն օրը, երբ Ջիվանի սիրտը սկսեց կոտրվել։ Արդյոք սա պատահականություն է։ Արդյոք հնարավոր է, որ երկու հոգիներ, որոնք սիրել են միմյանց այդքան խորը, կարող են լինել այդքան կապված, որ նույնիսկ մահը հետում է նույն օրացույցին։ Կամ թերս կա ինչ-որ բան ավելին, ինչ-որ բան, որը մենք չենք հասկանում, ինչ-որ խորհուրդ, որը միայն սերը գիտի։ Ջիվան Գասպարյանի ընտանիքը որոշեց չհրապարակել այդ նամակը։ Նրանք ասացին, որ դա շատ անձնական է, շատ ցավոտ։ Բայց մի քանի մարդիկ, ովքեր կարդացել են այն, ասացին, որ այն ավելին է, քան պարզապես սիրո նամակ։ Դա խոստովանություն է, ավանդություն, վկայություն մի սիրո մասին, որը ապրեց թվերներում, բայց որը ավելի իրական էր, քան ցանկացած բան, որ երբե եղել է բեմի վրա։ Եվ հիմա, երբ մենք լսում ենք Ջիվան Գասպարյանի դուդուկը, երբ մենք լսում ենք այդ տխուր, գեղեցիկ մեղեդիները, որոնք դարձել են Հայաստանի ձայնը, մենք գիտենք ճշմարտությունը։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր նոտա էր արցունք, յուրաքանչյուր երգ էր աղոթք, յուրաքանչյուր կատարում էր պայքար մի տղամարդու, ով ապրում էր երկու աշխարհում, մեկը, որտեղ նա էր մայստրոն, մյուսը, որտեղ նա էր պարզապես Ջիվան, տղամարդը, ով սիրում էր Լիփսիմեին։ Եվ վերջում, երբ ժամանակն եկավ, նա ընտրեց նրան։ Նա ընտրեց սերը փառքից, երաժշտությունից, նույնիսկ կյանքից ավելի։ Բայց դեռ կան հարցեր, որոնք մնում են անպատասխան։ Ինչ իսկապես տեղի ունեցավ այդ 30 օրերի ընթացքում Լիփսիմեի մահից հետո։ Ով այցելեց Ջիվանին այդ վերջին գիշերները։ Ինչ էր նա մտածում, երբ նա բռնում էր դուդուկը վերջին անգամ։ Եվ ամենակարևորը, արդյոք նա իսկապես հեռացավ ինքնուրույն, թե՞ նրա մարմինը պարզապես հետեց նրա հոգուն, որը արդեն գնացել էր Լիփսիմեի մոտ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները թաքնված են այն նամակում, որը ընտանիքը երբեք չի հրապարակի, այն գաղտնիքներում, որոնք Ջիվանը տարավ իր հետ գերեզման։ Երանի հին քաղաքային արխիվում, որտեղ փոշոտ պահարաններում պահվում են խորհրդային տարիների փաստաթղթեր, աշխատում էր մի կին, անունով Արփինե, ով 30 տարի իր կյանքից տվել էր այդ թղթերին։ Նա երբեք չէր խոսում այն մասին, ինչ տեսել էր, քանի որ խորհրդային ժամանակներում լռությունը ոչ թե առաքինություն էր, այլ գոյատման միջոց։ Բայց 2021 թվականին, երբ Ջիվան Գասպարյանի մահվան լուրը տարածվեց, Արփինեն զանգահարեց մի հին ընկերուհուն ասաց. «Ես գիտեմ ինչ-որ բան, որը պետք է պատմեմ»։ Նա բացեց մի հին դոսիե, որը պիտի ոչնչացվեր դեռ 1991 թվականին, բայց որը նա թաքցրել էր իր սեփական ռիսկով։ Այդ դոսիեում կային փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Ջիվան Գասպարյանը Լիփսիմեն ոչ թե պարզապես սիրահարներ էին, որոնք հանդիպում էին գաղտնի, այլ նրանք փորձել էին փախչել միասին 2 անգամ։ Առաջին անգամը 1962 թվականին, երբ նրանք գնացել էին Լենինգրադ, հույս ունենալով կորչել մեծ քաղաքում, բայց Լիփսիմեի ամուսինը, Արամը, ով աշխատում էր ոստիկանության հետ կապված կառույցում, գտել էր նրանց 3 օրում։ Երկրորդ անգամը 1965 թվականին, երբ նրանք պլանավորում էին գնալ Թբիլիսի, բայց այս անգամ ոչ թե Արամը, այլ ինքը Ջիվանի կինը Սոնան իմացավ սպառնաց ինքնասպանությամբ, եթե նա հեռանար։ Այդ փաստաթղթերում կային նա ականատեսների ցուցմունքներ, հարանների, ովքեր տեսել էին Լիփսիմեին լացող, ջարդված, վերադառնալիս տուն, Ջիվանին խմած, գոռացող փողոցում, որ նա ավելի լավ կմեռներ, քան կապրեր առանց նրա։ Ինչու՞։ Այս փաստաթղթերը թաքցվեցին։ Ով հրամայեց, որ այս պատմությունը երբեք չտեսնի լույսը։ Եվ ամենակարևորը, ինչ տեղի ունեցավ այն գիշերը, երբ Ջիվանը Լիփսիմեն վերջին անգամ փորձեցին փախչել, ինչու՞։ Նրանք երկուսն էլ վերադարձան, կոտրված, հուսահատ, իրենց բանտերը։ 1965 թվականի նոյեմբերին Երանը ծածկված էր ձյունով, քաղաքը թվում էր լուռ սառած, կարծես բնությունն իսկ գիտեր, որ ինչ-որ ողբերգություն պատրաստվում է։ Ջիվան Գասպարյանը այդ ժամանակ արդեն հայտնի էր ողջ Խորհրդային Միությունում, նրա դուդուկի ձայնը հնչում էր ռադիոյով, նրան հրավիրում էին նվագել կառավարության միջոցառումներում։ Բայց փառքը չէր կարող լցնել այն դատարկությունը, որը Լիփսիմեի բացակայությունը թողել էր նրա կյանքում։ Նա խմում էր ավելի ու ավելի շատ, նրա ընկերները սկսեցին անհանգստանալ, որ նա կոչնչացնի ինքն իրեն։ Մի գիշեր, երբ Ջիվանը նստած էր ռեստորանում մի խումբ երաժիշտների հետ, նրա մոտ մոտեցավ մի տղամարդ, հագած սպաճկոն, ում դեմքը մասամբ թաքնված էր գլխարկի տակ։ Այդ տղամարդը նստեց Ջիվանի կողքին, շշնջաց նրա ականջին. «Լիփսիմեն սպասում է քեզ հին կամրջի մոտ»։ Նա ասաց. «Վերջին անգամ»։
Եթե չգաս հիմա, նա կմնա Արամի հետ ընդմիշտ։ Ջիվանը ցատկեց իր տեղից, թողեց ամեն ինչ վազեց դուրս, առանց բաճկոնի, առանց գումարի, առանց բացատրության։ Նրա ընկերները փորձեցին կանգնեցնել նրան, բայց նա արդեն անհետացել էր գիշերի մեջ, վազելով դեպի կամուրջը, որտեղ նրանք երբեմն հանդիպում էին, վազելով դեպի կինը, ում նա սիրում էր ավելի, քան իր սեփական կյանքը։ Բայց երբ Ջիվանը հասավ կամուրջը, Լիփսիմեն այնտեղ չէր։ Փոխարենը, այնտեղ կանգնած էր Արամը, Լիփսիմեի ամուսինը, նրա հետ էին երկու տղամարդիկ, լուրջ մկանոտ, այն տեսակի մարդիկ, ում հետ չես ուզում հանդիպել մութ փողոցում։ Արամը մոտեցավ Ջիվանին, խոսեց հանգիստ, սառը ձայնով, որը ավելի սարսափելի էր, քան ցանկացած գոռ։ Նա ասաց. «Ջիվան, դու մեծ երաժիշտ ես, ես հարգում եմ քեզ։ Բայց Լիփսիմեն իմ կինն է։ Նա իմն է ըստ օրենքի, ըստ Աստծո, ըստ ամեն ինչի, որ սուրբ է։ Եթե դու շարունակես փորձել տանել նրան, ես կոչնչացնեմ քեզ։ Ոչ թե կսպանեմ, դա շատ պարզ կլիներ։ Ես կոչնչացնեմ քո կարիերան, քո ընտանիքը, քո անունը։ Ես ունեմ կապեր, Ջիվան։ Ես կարող եմ անել այնպես, որ դու երբեք այլս չնվագես դուդուկ։ Ես կարող եմ անել այնպես, որ քո կինը, քո երեխաները տառապեն։ Ուստի ես քեզ տալիս եմ ընտրություն, հեռացիր Լիփսիմեից, կամ կորցրու ամեն ինչ»։ Ջիվանը կանգնած էր այնտեղ, դողալով ցրտից զայրույթից, նա ուզում էր հարվածել Արամին, ուզում էր գոռալ, ուզում էր պայքարել։ Բայց նա նայեց այդ երկու տղամարդկանց, ովքեր կանգնած էին Արամի հետում, նա հասկացավ, որ սա ոչ թե սպառնալիք էր, այլ խոստում։ Եվ ապա Արամը հանեց իր գրպանից մի ծրար տվեց Ջիվանին։ Նա ասաց. «Սա Լիփսիմեից է։ Նա ուզում էր, որ դու ունենաս սա, որպեսզի հասկանաս»։ Ջիվանը բացեց ծրարը դողացող ձեռքերով, ներսում էր մի նամակ, գրված Լիփսիմեի ձեռագրով։ Նամակում նա գրել էր. «Ջիվան, ես սիրում եմ քեզ ավելի, քան կարող եմ բառերով արտահայտել։ Բայց ես չեմ կարող թողնել իմ երեխաներին։ Ես չեմ կարող ապրել գիտակցելով, որ իմ պատճառով դու կորցրել ես քո ընտանիքը, քո երաժշտությունը, քո ապագան։ Մեր սերը գեղեցիկ է, բայց այն անիրական է։ Մենք ծնվել ենք սխալ ժամանակում, սխալ տեղում։ Եթե կա հաջորդ կյանք, ես կգտնեմ քեզ այնտեղ։ Բայց այս կյանքում մենք պետք է ապրենք այն ճանապարհները, որոնք ընտրել ենք։ Խնդրում եմ, մի փնտրիր ինձ այլս։ Խնդրում եմ, ապրիր քո կյանքը, արա այն մեծ, որպեսզի երբ ես լսեմ քո երաժշտությունը, ես կարողանամ հպարտանալ, որ ես ճանաչել եմ քեզ։ Սա իմ վերջին խոսքն է քեզ։ Ես միշտ կսիրեմ քեզ, բայց ես պետք է թողնեմ քեզ գնալ»։ Ջիվանը կարդաց այդ նամակը, նրա աչքերից արցունքներ սկսեցին հոսել, առաջին անգամ տարիներ շարունակ։ Նա ուզում էր պոկել այդ նամակը, ուզում էր վազել դեպի Լիփսիմեի տունը պահանջել, որ նա փոխի իր մտքը։ Բայց նա գիտեր, որ Լիփսիմեն ճիշտ էր։ Նրանց սերը որքան էլ իրական, որքան էլ խորը, չէր կարող գոյատել այն աշխարհում, որտեղ նրանք ապրում էին։ Խորհրդային Միությունը չէր ների սկանդալները, հասարակությունը չէր ների դավաճանությունը, նրանց երկուսի ընտանիքները կտառապեին ավելի, քան նրանք երբեք կարող էին երջանիկ լինել միասին։ Ուստի Ջիվանը կատարեց ամենադժվար ընտրությունը իր կյանքում։ Նա դարձավ Արամի կողմը, ասաց. «Ես չեմ տեսնի նրան այլս։ Բայց եթե դու երբե վնասես նրան, եթե դու երբե անես նրան տառապել, ես կգամ քեզ համար, ոչ մի ոստիկանություն, ոչ մի կապ չի փրկի քեզ»։ Արամը ժպտաց, մի ժպիտ, որը չէր հասնում նրա աչքերը, ասաց. «Ես սիրում եմ իմ կնոջը, Ջիվան։ Ես միշտ սիրել եմ նրան։ Եվ ես երբեք չեմ թույլ տա, որ ինչ-որ մեկը տանի նրան ինձնից»։ Այդ գիշերից հետո Ջիվան Գասպարյանը, Լիփսիմեն երբեք այլս չխոսեցին միմյանց հետ։ Նրանք երբեմն տեսնում էին միմյանց փողոցում, շուկայում, բայց նրանք անցնում էին միմյանց կողքով, կարծես օտարներ լինեին։ Բայց նրանց աչքերը միշտ գտնում էին միմյանց, այդ հայացքներում կար ամբողջ աշխարհ, սեր, ցավ, զղջում, հույս։ Ջիվանը սկսեց նվագել ավելի ու ավելի շատ, կարծես փորձելով խեղդել իր ցավը երաժշտության մեջ։ Նրա կոմպոզիցիաները դարձան ավելի խորը, ավելի տխուր, մարդիկ, ովքեր լսում էին դրանք, ասում էին, որ Ջիվան Գասպարյանի դուդուկը կարող է լացեցնել քարերին։ Բայց նրանք չգիտեին, որ յուրաքանչյուր նոտա էր արցունք, որը Ջիվանը չէր կարող թափել, յուրաքանչյուր մեղեդի էր սիրո երգ, որը նա չէր կարող երգել բարձրաձայն։ Նրա երաժշտությունը դարձավ նրա խոստովանությունը, նրա թերապիան, նրա միակ միջոցը շարունակել ապրել։ Բայց Լիփսիմեի համար կյանքը դարձավ այլ բան։ Նա վերադարձավ Արամի մոտ, նրանք շարունակեցին իրենց ամուսնությունը, բայց ինչ-որ բան կոտրվել էր նրանց մեջ, ինչ-որ բան, որը երբեք չէր կարող վերականգնվել։
Արամը դարձավ ավելի տիրական, ավելի հսկող, կարծես վախենալով, որ Լիփսիմեն կվազի, եթե նա թուլացներ իր բռնելը։ Նա չէր թույլ տալիս նրան գնալ որևէտեղ առանց իր, չէր թույլ տալիս նրան ունենալ ընկերներ, չէր թույլ տալիս նրան նույնիսկ լսել Ջիվան Գասպարյանի երաժշտությունը ռադիոյով։ Լիփսիմեն դարձավ բանտարկյալ իր սեփական տանը, նրա աչքերը, որոնք երբեմն լի էին լույսով, դարձան դատարկ, անկենդան։ Նրա հարանները նկատեցին, որ նա այլևս չէր ժպտում, այլևս չէր երգում, այլևս չէր նույնիսկ խոսում շատ։ Նա դարձավ ստվեր, ապրող, շնչող, բայց ոչ իսկապես կենդանի։ Եվ տարիները անցան այսպես։ Ջիվանը դարձավ լեգենդ, իսկ Լիփսիմեն դարձավ մոռացված կին, ապրող իր փոքր տանը, բարձրացնելով իր երեխաներին, սպասարկելով իր ամուսնուն։ Բայց գիշերները, երբ բոլորը քնած էին, Լիփսիմեն նստում էր պատուհանի մոտ, նայում էր աստղերին, նա մտածում էր Ջիվանի մասին։ Նա հարցնում էր իրեն, արդյոք նա ճիշտ ընտրություն արեց, արդյոք նրանց սերը արժանի էր պայքարելու, արդյոք նրանք կարող էին գտնել ճանապարհ լինելու միասին։ Բայց ապա նա նայում էր իր քնած երեխաներին, նա գիտեր, որ նա չէր կարող թողնել նրանց։ Նա ընտրել էր մայրությունը սիրո նկատմամբ, պարտականությունը երջանկության նկատմամբ, այդ ընտրությունը սահմանեց նրա ողջ կյանքը։ Բայց արդյոք Լիփսիմեն երբե զղջաց իր ընտրությունից։ Արդյոք նա երբե ցանկացավ վերադառնալ այն գիշերը, երբ նա գրեց այդ նամակը Ջիվանին, փոխել իր խոսքերը։ Արդյոք նա երբե մտածեց փախչելու, վերցնելով իր երեխաներին, գտնելով Ջիվանին, ասելու նրան, ես սխալվել եմ, ես ուզում եմ լինել քեզ հետ։ Մենք երբեք չենք իմանա, քանի որ Լիփսիմեն երբեք չխոսեց դրա մասին։ Նա տարավ իր գաղտնիքները գերեզման, ինչպես Ջիվանը տարավ իրենը։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, ասում են, որ նրա վերջին տարիներին, երբ Արամը մահացավ, նա մնաց մենակ, նա սկսեց խոսել Ջիվանի մասին։ Նա պատմում էր իր թոռներին, թե ինչպես նրանք հանդիպել էին, ինչպես նա սիրել էր նրան, ինչպես նա հրաժարվել էր նրանից։ Եվ երբ նրա թոռները հարցնում էին, պապիկ, դու զղջում ես, Լիփսիմեն ժպտում էր, մի տխուր ժպիտ, ասում էր, ես զղջում եմ ամեն օր, բայց ես նա հպարտ եմ, որ ես ընտրեցի ճիշտ ճանապարհը։ Երանի հին Արարատ ռեստորանում, որտեղ խորհրդային տարիներին հավաքվում էին երաժիշտները, գրողները, արտիստները, աշխատում էր մի մատուցողուհի, անունով Գայանե, ով հիշում էր ամեն ինչ։ Նա տեսել էր Ջիվան Գասպարյանին հարյուրավոր անգամներ, տեսել էր նրան ուրախ, տեսել էր նրան խմած, տեսել էր նրան լացող։ Բայց կար մի գիշեր, որը Գայանեն երբեք չէր մոռանա, գիշեր, երբ Ջիվանը եկավ ռեստորան ուշ, շատ ուշ, երբ արդեն բոլորը գնացել էին, նա նստեց անկյունում, մենակ, բռնած մի շիշ օղի։ Գայանեն մոտեցավ նրան, ասաց. «Պարոն Գասպարյան, մենք փակվում ենք», բայց Ջիվանը նայեց նրան այնպիսի աչքերով, որ Գայանեն վախեցավ։ Դրանք աչքեր էին, որոնք տեսել էին չափից ավելի շատ ցավ, չափից ավելի շատ կորուստ։ Ջիվանը ասաց. «Գայանե, նստիր ինձ հետ մի րոպե։ Ես պետք է պատմեմ մեկին, կամ ես կխելագարվեմ»։ Եվ Գայանեն նստեց, թե նա գիտեր, որ սա դեմ էր կանոններին, Ջիվանը սկսեց խոսել։ Նա պատմեց Գայանեին ամեն ինչ, Լիփսիմեի մասին, նրանց սիրո մասին, այն նամակի մասին, որը ստիպեց նրան հեռանալ նրանից։ Նա պատմեց, թե ինչպես նա ապրում էր երկու կյանք, մեկը հանրության համար, որտեղ նա էր մայստրոն, հաջողված, հարգված, մյուսը իր ներսում, որտեղ նա էր կոտրված տղամարդ, ով կորցրել էր իր իսկական սերը։ Նա պատմեց, թե ինչպես յուրաքանչյուր անգամ, երբ նա նվագում էր դուդուկ, նա պատկերացնում էր, որ Լիփսիմեն լսում էր, թե ինչպես այդ պատկերացումը միակ բանն էր, որը պահում էր նրան կենդանի։ Եվ ապա Ջիվանը ասաց ինչ-որ բան, որը Գայանեին սարսափեցրեց։ Նա ասաց. «Գայանե, ես տեսնում եմ նրան։ Ես տեսնում եմ Լիփսիմեին գիշերները։ Նա գալիս է իմ երազներում, նա ասում է ինձ. սպասիր ինձ, Ջիվան։ Երբ ժամանակը գա, մենք կլինենք միասին։ Դու կարծում ես, ես խելագար եմ, չէ՞։ Բայց ես գիտեմ, որ դա իրական է։ Ես զգում եմ նրան, Գայանե։ Ես զգում եմ նրա ներկայությունը, նույնիսկ երբ նա հեռու է։ Մեր հոգիները կապված են, այնպես, որ ոչինչ չի կարող բաժանել դրանք, նույնիսկ ոչ մահը»։ Գայանեն չգիտեր, թե ինչ ասել։ Նա տեսավ, որ Ջիվանը խմած էր, բայց նա տեսավ, որ նրա խոսքերում կար ինչ-որ բան ավելին, քան պարզապես ալկոհոլի ազդեցությունը։ Կար մի համոզվածություն, մի հավատ, որը գալիս էր խորքից։ Գայանեն ասաց. «Պարոն Գասպարյան, թերս դուք պետք է գնաք տուն հանգստանաք», բայց Ջիվանը ծիծաղեց մի դառը, ցավոտ ծիծաղ։ Նա ասաց. «Տուն։ Ո՞ր տուն, Գայանե։ Իմ տունը այնտեղ է, որտեղ Լիփսիմեն է։ Բայց նա ապրում է մեկ ուրիշի տանը, մեկ ուրիշի անկողնում։ Ուստի ես տուն չունեմ։
Ես ունեմ միայն դուդուկս իմ հիշողությունները։ Եվ ապա Ջիվանը վերցրեց իր դուդուկը, որը միշտ նրա հետ էր, սկսեց նվագել այնտեղ, դատարկ ռեստորանում, միայն Գայանեի համար։ Նա նվագեց այնպիսի ցավով, այնպիսի կրքով, որ Գայանեն սկսեց լալ, թե նա չգիտեր ճիշտ ինչու։ Երաժշտությունը լցրեց սենյակը, այն էր ավելին, քան պարզապես ձայներ, դա էր հոգու ճիչ, սիրո աղերս, մի տղամարդու վերջին փորձը հասնել կնոջը, ում նա երբեք չէր կարող ունենալ։ Այդ գիշերից հետո Գայանեն երբեք այլս չտեսավ Ջիվան Գասպարյանին Արարատ ռեստորանում։ Նա լսեց, որ Ջիվանը դադարեցրել է խմելը, որ նա կենտրոնացել է իր կարիերայի վրա, որ նա դարձել է ավելի պրոֆեսիոնալ, ավելի հեռավոր։ Բայց Գայանեն գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր, որ Ջիվանը չէր դադարեցրել տառապելը, նա պարզապես սովորել էր թաքցնել այն ավելի լավ։ Նա սովորել էր ապրել իր ցավի հետ, գրել այն ինչպես ծանր բեռ, որը երբեք չէր կարող դնել ներք։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ Գայանեն լսում էր Ջիվան Գասպարյանի երաժշտությունը ռադիոյով, նա հիշում էր այդ գիշերը, նա հասկանում էր, որ յուրաքանչյուր նոտա էր այդ ցավի արձագանք։ Բայց Ջիվանի ցավը ոչ միայն հուզական էր։ 1970-րդ թվականներին նրա առողջությունը սկսեց վատանալ։ Նա սկսեց ունենալ սրտի խնդիրներ, բժիշկները նախազգուշացրին նրան, որ նա պետք է դանդաղեցներ, պետք է հանգստանար։ Բայց Ջիվանը չէր կարող դանդաղել։ Երաժշտությունը միակ բանն էր, որը տալիս էր նրա կյանքին իմաստ, նա շարունակեց նվագել, շարունակեց ճանապարհորդել, շարունակեց տալ ամեն ինչ, ինչ ուներ։ Նրա ընտանիքը անհանգստանում էր, նրա կինը Սոնան աղաչում էր նրան խնամել իրեն, բայց Ջիվանը չէր լսում։ Նա ասում էր, երբ ես դադարեցնեմ նվագելը, ես կմեռնեմ։ Ուստի թող ինձ նվագել, մինչ վերջը։ Եվ նա նվագեց կոնցերտներում, ստուդիաներում, փողոցներում, տներում։ Նա նվագեց, կարծես փորձելով լցնել ամբողջ աշխարհը իր երաժշտությամբ, կարծես փորձելով ստեղծել մի ձայնի կամուրջ, որը կհասներ Լիփսիմեին, որտեղ էլ որ նա լիներ։ Եվ Լիփսիմեն լսում էր։ Թե Արամը արգելել էր նրան լսել Ջիվանի երաժշտությունը, Լիփսիմեն գտնում էր ճանապարհներ։ Նա գնում էր Հարանների տուն, երբ Արամը աշխատանքի վրա էր, նրանք միացնում էին ռադիոն, Լիփսիմեն նստում էր լսում, աչքերը փակած, արցունքներ հոսելով նրա այտերով։ Նա լսում էր Ջիվանի դուդուկը, նա գիտեր, որ յուրաքանչյուր նոտա էր նրա համար, յուրաքանչյուր մեղեդի էր սիրո նամակ, որը նա երբեք չէր ստանա։ Եվ նրա սիրտը կոտրվում էր նորից, բայց նա չէր կարող դադարեցնել լսելը։ Դա էր նրա միակ կապը Ջիվանի հետ, միակ ճանապարհը զգալու, որ նրանց սերը դեռ կենդանի էր, թե նրանք բաժանված էին։ Հարանները նկատեցին, նրանք սկսեցին խոսել։ Նրանք ասացին, որ Լիփսիմեն դեռ սիրահարված է Ջիվան Գասպարյանին, որ նա դավաճանում է իր ամուսնուն նույնիսկ իր մտքերում։ Շշուկները հասան Արամին, նա դարձավ ավելի բարկացած, ավելի տիրական։ Մի օր նա եկավ տուն, գտավ Լիփսիմեին լսելով ռադիոն, որտեղ Ջիվանի երաժշտությունը հնչում էր։ Արամը խլեց ռադիոն, ջարդեց այն պատին, ապա նա դարձավ Լիփսիմեի կողմը, ասաց. «Եթե ես երբե դարձյալ բռնեմ քեզ լսելով նրան, ես կթողնեմ քեզ։ Ես կթողնեմ քեզ առանց ոչինչի, առանց երեխաների, առանց տան։ Դու կլինես փողոցում, ինչպես մի պոռնիկ։ Դու հասկանում ես»։ Լիփսիմեն նայեց նրան, նրա աչքերում Արամը տեսավ ինչ-որ բան, որը նրան սարսափեցրեց, ոչ թե վախ, այլ արամարանք։ Լիփսիմեն ասաց. «Դու կարող ես վերցնել ամեն ինչ ինձնից, Արամ։ Բայց դու չես կարող վերցնել իմ հիշողությունները, իմ սերը։ Դա միակ բանն է, որ իսկապես պատկանում է ինձ»։ Այդ օրից հետո Արամը Լիփսիմեն ապրեցին նույն տանը, բայց նրանք էին օտարներ։ Նրանք խոսում էին միայն անհրաժեշտության դեպքում, նրանք քնում էին տարբեր սենյակներում, նրանք ապրում էին տարբեր կյանքներ։ Նրանց երեխաները մեծացան այդ սառը, լուռ մթնոլորտում, նրանք երբեք իսկապես չիմացան, թե ինչ է իսկական սերը, ինչ է իսկական ամուսնություն։ Նրանք տեսան միայն պարտականությունը, զոհաբերությունը, տառապանքը։ Եվ երբ նրանք մեծացան, ստեղծեցին իրենց սեփական ընտանիքները, նրանք կրկնեցին նույն սխալները, նույն ընտրությունները, քանի որ դա միակ բանն էր, որ նրանք գիտեին։ Բայց Լիփսիմեի Ջիվանի պատմությունը չէր ավարտվել։ 1990-ականների վերջին, երբ Արամը մահացավ սրտի կաթվածից, Լիփսիմեն վերջապես ազատվեց։ Նա էր 65 տարեկան, ծերացած, հոգնած, բայց դեռ կենդանի։ Եվ առաջին անգամ տասնամյակներ շարունակ նա զգաց, որ կարող է շնչել։ Նրա երեխաները սպասում էին, որ նա կլինի երջանիկ, որ նա կվայելի իր ազատությունը։ Բայց փոխարենը Լիփսիմեն փակվեց իր տանը, չէր ուզում տեսնել ոչ ոքի։
Նա նստում էր պատուհանի մոտ նայում էր դուրս, նրա երեխաները չգիտեին, թե նա ինչին է սպասում։ Բայց Լիփսիմեն գիտեր։ Նա սպասում էր Ջիվանին։ Նա սպասում էր, որ նա կգա, որ նա կխոսի նրա հետ, որ նրանք վերջապես կարող են լինել միասին։ Բայց Ջիվանը չեկավ։ Ինչու՞։ Ջիվանը չեկավ Լիփսիմեի մոտ, երբ Արամը մեռավ։ Արդյոք նա չգիտեր, որ Արամը մեռել է։ Կամ թերս նա գիտեր, բայց նա վախենում էր։ Վախենում էր, որ չափազանց ուշ է, որ նրանք երկուսն էլ չափազանց ծերացել են, չափազանց փոխվել են։ Վախենում էր, որ իրականությունը չի համապատասխանի երազանքին, որը նա պահել էր իր սրտում 60 տարի։ Կամ թերս կար ուրիշ պատճառ, որը ավելի խորն է, ավելի ցավոտ։ Թերս Ջիվանը հասկացավ, որ նրանց սերը որքան էլ իրական պատկանում էր անցյալին, որ փորձել է վերակենդանացնել այն, կոչնչացնել այն հիշողությունը, որը պահել էր նրան կենդանի բոլոր այդ տարիները։ 2010 թվականին, երբ Ջիվան Գասպարյանը արդեն 90 տարեկան էր, նա տվեց մի հարցազրույց մի երիտասարդ լրագրողի, ով հարցրեց նրան. «Պարոն Գասպարյան, ձեր երաժշտությունը լի է այնպիսի ցավով, այնպիսի տխրությամբ։ Որտեղից է գալիս այդ ցավը»։ Ջիվանը լուռ մնաց երկար ժամանակ, նայելով իր ձեռքերին, որոնք նվագել էին դուդուկ 70 տարի, ձեռքերին, որոնք հիմա դողում էին ծերության հիվանդության պատճառով։ Եվ ապա նա ասաց. «Ցավը գալիս է սիրուց։ Երբ դու սիրում ես մեկին այնքան խորը, որ դու չես կարող ունենալ նրան, այդ սերը դառնում է ցավ։ Եվ այդ ցավը դառնում է երաժշտություն։ Իմ ողջ կյանքը եղել է մի երկար երգ, նվիրված մեկին, ում ես երբեք չեմ կարող ունենալ, բայց ում ես երբեք չեմ դադարի սիրել»։ Լրագրողը հարցրեց. «Ո՞վ է այդ մարդը», բայց Ջիվանը ժպտաց ասաց. «Դա գաղտնիք է, որը ես կտանեմ գերեզման»։ Բայց Ջիվանը չտարավ այդ գաղտնիքը գերեզման։ Նա թողեց այդ նամակը, այդ լուսանկարը, այդ հետքերը, որոնք պատմում են պատմությունը նրանց համար, ովքեր ուզում են լսել։ Եվ երբ Սոնան մահացավ 2012 թվականին, Ջիվանը գիտեր, որ նրա ժամանակը նույնպես մոտենում է։ Նա զգում էր այն իր ոսկորներում, իր սրտում։ Նա զգում էր, որ նրա մարմինը հոգնել է, որ նա ապրել է բավականաչափ երկար։ Բայց նա դեռ սպասում էր ինչ-որ բանի, նշանի, հաղորդագրության, ինչ-որ բանի, որը կասեր նրան, որ ժամանակն է եկել գնալու։ Եվ այդ նշանը եկավ 2020 թվականի հուլիսի 21-րդ օրը, երբ Լիփսիմեն մահացավ։ Ջիվանը չգիտեր դրա մասին անմիջապես։ Ոչ ոք չզանգահարեց նրան, ոչ ոք չասաց նրան։ Բայց նա զգաց այն։ Նա արթնացավ այդ առավոտ, նա գիտեր, որ ինչ-որ բան փոխվել է։ Նա զգաց դատարկություն իր կրծքում, սառնություն, որը չէր գալիս արտաքին աշխարհից, այլ ներսից։ Նա վերցրեց իր դուդուկը, փորձեց նվագել, բայց ձայնը չէր գալիս։ Առաջին անգամ իր կյանքում դուդուկը լուռ էր։ Եվ Ջիվանը հասկացավ։ Նա հասկացավ, որ Լիփսիմեն գնացել է, որ նրա սեփական ժամանակը եկել է հետել նրան։ Հաջորդ 30 օրերի ընթացքում Ջիվան Գասպարյանը դանդաղորեն անհետացավ։ Նրա մարմինը դեռ այնտեղ էր, նրա սիրտը դեռ բաբախում էր, բայց նրա հոգին արդեն գնացել էր։ Նա դադարեց ուտել, դադարեց խոսել, դադարեց նվագել։ Նա պարզապես նստում էր իր սենյակում, բռնած այդ հին լուսանկարը Լիփսիմեից, սպասում էր։ Նրա ընտանիքը փորձեց օգնել նրան, բերեց բժիշկներ, փորձեց կերակրել նրան, բայց Ջիվանը մերժեց ամեն ինչ։ Նա ասաց. «Թողեք ինձ գնալ։ Ես սպասել եմ այս պահին 60 տարի։ Մի խանգարեք ինձ»։ Եվ նրանք հասկացան, որ նրանք չեն կարող փրկել նրան, քանի որ նա չէր ուզում փրկվել։ Նա ուզում էր գնալ, ուզում էր լինել Լիփսիմեի հետ, ուզում էր վերջապես ազատվել այն ցավից, որը տանջել էր նրան ողջ կյանքը։ Եվ օգոստոսի 20-րդ օրը, ճիշտ 30 օր Լիփսիմեի մահից հետո, Ջիվան Գասպարյանի սիրտը դադարեց բաբախել։ Պաշտոնական մահվան վկայականում գրված էր. բնական մահ, ծերության պատճառով։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, գիտեին, որ դա ստություն էր։ Ջիվանը չմեռավ ծերությունից։ Նա մեռավ կոտրված սրտից։ Նա մեռավ, քանի որ կինը, ում նա սիրել էր ավելի, քան կյանքը, գնացել էր, նա չէր կարող, չէր ուզում մնալ առանց նրա։ Նա սպասեց 30 օր, ժամանակ, որը հայկական ավանդույթը պահանջում է սկի համար, ժամանակ, որը թույլ է տալիս հոգուն ազատվել մարմնից, գտնել իր ճանապարհը հաջորդ աշխարհ։ Եվ երբ այդ 30 օրերը անցան, Ջիվանը թույլ տվեց իր սեփական հոգուն ազատվել, հետել Լիփսիմեին, որտեղ էլ որ նա գնացել էր։ Ջիվան Գասպարյանի հուղարկավորությունը եղավ Երանում, հազարավոր մարդիկ եկան հարգանք տալու մաեստրոյին։
Նրանք լացեցին, նրանք երգեցին, նրանք նվագեցին նրա երաժշտությունը։ Բայց մի մարդ չէր այնտեղ՝ Լիփսիմեի ընտանիքը։ Նրանք չեկան, քանի որ նրանք չգիտեին, որ Ջիվանը Լիփսիմեն ունեին այդպիսի կապ։ Նրանք չգիտեին, որ նրանց մայրը եղել է Ջիվանի մեծ սերը, նրա ոգեշնչումը, նրա ամեն ինչը։ Նրանք չգիտեին, որ յուրաքանչյուր երգ, որը Ջիվանը երբեք գրել էր, եղել է նրա համար։ Եվ երբ նրանք վերջապես իմացան ճշմարտությունը, երբ նրանք գտան այդ նամակները, այդ լուսանկարները, այդ հետքերը, նրանք չգիտեին, թե ինչպես զգալ։ Նրանք զայրացած էին, որ նրանց մայրը ապրել է կրկնակի կյանք։ Նրանք տխուր էին, որ նա երբեք չէր ունեցել այն սերը, որին նա արժանի էր։ Եվ նրանք շփոթված էին, որ երկու մարդիկ կարող էին սիրել միմյանց այդքան խորը, այդքան երկար, առանց երբեք լինելու միասին։ Բայց թերս ամենաշփոթեցնող բանը եղավ այն, որ Ջիվանը Լիփսիմեն մահացան նույն օրը, հուլիսի 21։ Ոչ թե նույն տարում, այլ նույն օրը, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին 64 տարի առաջ։ Արդյոք սա պատահականություն է։ Արդյոք հնարավոր է, որ երկու հոգիներ կարող են լինել այդքան կապված, որ նույնիսկ մահը հետում է նույն օրացույցին։ Կամ թերս կա ինչ-որ բան ավելին, ինչ-որ խորհուրդ, որը մենք չենք հասկանում, ինչ-որ կապ, որը գոյություն ունի սիրո հոգու մակարդակում, որը ավելի ուժեղ է, քան ցանկացած ֆիզիկական բաժանում։ Հիմա, երբ մենք լսում ենք Ջիվան Գասպարյանի դուդուկը, մենք լսում ենք ավելին, քան պարզապես երաժշտություն։ Մենք լսում ենք մի տղամարդու հոգին, ով սիրել է կորցրել է, ով ապրել է իր ցավի հետ 70 տարի, ով վերջապես գտավ խաղաղություն միայն մահվան մեջ։ Մենք լսում ենք Լիփսիմեի պատկերը, կինը, ով ընտրեց պարտականությունը սիրո նկատմամբ, բայց ով երբեք չմոռացավ այն տղամարդուն, ում նա հրաժարվեց։ Եվ մենք լսում ենք հարցը, որը մնում է անպատասխան, արդյոք նրանք վերջապես միասին են հիմա, այն աշխարհում, որտեղ չկան ամուսնություններ, չկան պարտականություններ, չկան սահմաններ։ Արդյոք Ջիվանի հոգին գտավ Լիփսիմեին, արդյոք նրանք վերջապես կարող են լինել միասին, ինչպես նրանք միշտ ուզել են։ Կամ թերս ամենակարևոր հարցը այս է. ինչ է ավելի կարևոր, սերը, որը դու ապրում ես, թե սերը, որը դու երազում ես։ Ջիվանը Լիփսիմեն երբեք իսկապես չեն եղել միասին, բայց նրանց սերը եղել է ավելի իրական, ավելի խորը, քան շատ ամուսնությունների։ Նրանք ապրել են իրենց կյանքերը բաժանված, բայց նրանց հոգիները միշտ եղել են միասին։ Եվ վերջում, երբ մահը եկավ, նրանք ընտրեցին միմյանց, նույնիսկ եթե դա նշանակում էր թողնել այս աշխարհը։ Արդյոք սա ամենամեծ սերն է, թե ամենամեծ ողբերգությունը։ Արդյոք մենք պետք է տխրենք նրանց համար, թե պետք է նախանձենք նրանց, որ նրանք ունեցան ինչ-որ բան, որը շատերս երբեք չենք ունենա, սեր, որը գերազանցում է ժամանակը, տարածությունը, նույնիսկ մահը։ Երանի հին Կոմիտաս կոնսերվատորիայի արխիվում, որտեղ փոշոտ ծրարների մեջ պահվում են հայ երաժիշտների անձնական գրությունները, աշխատում էր մի տղամարդ անունով Վահագն, ով 35 տարի իր կյանքից տվել էր այդ թղթերին։ Նա երբեք չէր խոսում այն մասին, ինչ կարդացել էր, քանի որ արխիվարիուսի առաջին կանոնը լռությունն է։ Բայց 2021 թվականի սեպտեմբերին, երբ Ջիվան Գասպարյանի թաղումից 2 շաբաթ անց, Վահագնը գտավ մի փոքրիկ տուփ, թաքնված հին նոտաների տակ, որի վրա գրված էր՝ չբացել մինչ երկուսն էլ հեռանան։ Ներսում էր ձայնագրություն, հին մագնիսաֆոնային ժապավեն, որի վրա Ջիվանի ձեռագրով նշված էր 1968 մարտի 15։ Վերջին խոսակցությունը։ Վահագնը դողացող ձեռքերով տեղադրեց ժապավենը հին նվագարկչի մեջ, այն, ինչ նա լսեց, ծառեցրեց նրա արյունը։ Դա Ջիվանի ձայնն էր, բայց ոչ այն Ջիվանը, որին աշխարհը ճանաչում էր, դա էր կոտրված տղամարդ, ով խոսում էր մեկի հետ, ում նա կոչում էր իմ հոգի։ Եվ ապա ժապավենի վերջում, երրորդ ձայն, կնոջ ձայն, որը շշնջում էր. ես չեմ կարող այլս, Ջիվան։ Ես ընտրում եմ մահը, այս կյանքի փոխարեն։ Ո՞վ էր այդ կինը, ինչու։ Ջիվանը պահել էր այդ ձայնագրությունը գաղտնի 62 տարի։ Ինչ տեղի ունեցավ այդ գիշերը, երբ այդ խոսակցությունը ձայնագրվեց, ինչու։ Վահագնը զգում էր, որ այս ժապավենը պետք է մնար թաքնված ընդմիշտ։ 1968 թվականի մարտը Երանում եղավ անսովոր ցուրտ։ Քաղաքը դեռ ծածկված էր ձյունով, թե գարունը պետք է գար, մարդիկ խոսում էին, որ բնությունը զգում է ինչ-որ անհանգստություն։ Ջիվան Գասպարյանը այդ ժամանակ արդեն 45 տարեկան էր, նրա համբավը հասել էր գագաթնակետի։ Նա նվագում էր Կրեմլում, նրա երաժշտությունը հնչում էր պետական հեռուստատեսությամբ, նրա անունը հայտնի էր յուրաքանչյուր խորհրդային տանը։ Բայց ներսում Ջիվանը մեռնում էր։
Նա չէր տեսել Լիփսիմեին 13 տարի, 13 երկար, տանջալից տարի, որի ընթացքում նա փորձել էր ապրել առանց նրա, փորձել էր սիրել իր կնոջը, փորձել էր լինել լավ հայր իր երեխաներին։ Բայց յուրաքանչյուր գիշեր, երբ նա փակում էր իր աչքերը, նա տեսնում էր Լիփսիմեին, նրա դեմքը, նրա ժպիտը, նրա աչքերը, որոնք երբեմն լի էին լույսով, բայց որոնք հիմա, նրա երազներում, լի էին մութությամբ, հուսահատությամբ։ Այդ մարտի 15-րդ գիշերը Ջիվանը ստացավ հեռախոսազանգ։ Ձայնը մյուս ծայրում էր անծանոթ, կնոջ ձայն, ծեր, դողացող։ Նա ասաց. «Պարոն Գասպարյան, ես Լիփսիմեի հարանուհին եմ։ Նա խնդրեց ինձ զանգահարել ձեզ»։ Նա ասաց. «Եթե ես չզանգահարեմ, նա կանի ինչ-որ սարսափելի բան։ Խնդրում եմ, եկեք։ Նա սպասում է ձեզ հին եկեղեցու մոտ, այնտեղ, որտեղ դուք երբեմն հանդիպում էիք»։ Նա ասաց. «Վերջին անգամ»։ Ջիվանի սիրտը սկսեց բաբախել այնպես, որ նա կարծեց, այն կպայթի։ Նա չէր լսել Լիփսիմեի մասին 13 տարի, հանկարծ այս զանգը, գիշերվա մեջ, այս սպառնալիքը։ Նա գիտեր, որ նա պետք է չգնար, գիտեր, որ սա վտանգավոր է, որ եթե Արամը իմանա, կամ եթե նրա սեփական կինը իմանա, ամեն ինչ կկործանվի։ Բայց նա գիտեր, որ նա չէր կարող չգնալ։ Եթե Լիփսիմեն վտանգի մեջ էր, եթե նա անում էր ինչ-որ սարսափելի բան, Ջիվանը պետք է լիներ այնտեղ։ Նա վերցրեց իր բաճկոնը, իր դուդուկը, մի փոքրիկ մագնիսաֆոն, այն, որը նա միշտ կրում էր իր հետ, ձայնագրելու երաժշտական գաղափարները։ Նա չգիտեր ինչու վերցրեց այն, բայց ինչ-որ բան ասում էր նրան, որ այս գիշերը պետք է ձայնագրվի, որ այն, ինչ տեղի կունենա, պետք է պահպանվի։ Նա հեռացավ իր տանից լուռ, առանց արթնացնելու իր կնոջը կամ երեխաներին, քայլեց դեպի հին եկեղեցին, այն տեղը, որտեղ նրանք երբեմն հանդիպում էին, տեղը, որը պահպանում էր նրանց սիրո հիշողությունները։ Ձյունը դեռ ընկնում էր, քաղաքը լուռ էր, կարծես ամբողջ աշխարհը պահում էր իր շունչը։ Երբ Ջիվանը հասավ եկեղեցին, նա տեսավ Լիփսիմեին կանգնած հին քարե պատի մոտ, ծածկված բարակ շալով, որը չէր կարող պաշտպանել նրան ցրտից։ Նա դարձել էր ավելի նիհար, ավելի ծեր, նրա մազերը, որոնք երբեմն սեին փայլուն, հիմա ճերմակ էին խառնված։ Բայց նրա աչքերը, այդ աչքերը, որոնք Ջիվանը երբեք չէր մոռացել, դեռ նույնն էին, դեռ լի էին այն խորությամբ, որը նրան առաջին անգամ գրավել էր։ Ջիվանը վազեց դեպի նրան, գրկեց նրան, Լիփսիմեն սկսեց լալ այնպես, որ նրա ամբողջ մարմինը դողում էր։ Նա ասաց. «Ջիվան, ես չեմ կարող այլս։ Ես ապրել եմ 13 տարի մահացած։ Արամը դարձրել է ինձ բանտարկյալ։ Նա չի թողնում ինձ շնչել, չի թողնում ինձ ապրել։ Ես փորձել եմ լինել լավ կին, լավ մայր, բայց ես չեմ կարող։ Ես սիրում եմ քեզ, Ջիվան։ Ես միշտ սիրել եմ քեզ, ես չեմ կարող ապրել առանց քեզ»։ Ջիվանը բռնեց նրա դեմքը իր ձեռքերում, նայեց նրա աչքերին։ Նա տեսավ այնտեղ ցավը, հուսահատությունը, բայց նա ինչ-որ այլ բան, ինչ-որ մութ, վտանգավոր բան, որը նրան սարսափեցրեց։ Նա ասաց. «Լիփսիմե, ինչ ես ուզում ասել, չես կարող այլս։ Ինչ ես պլանավորում անել»։ Լիփսիմեն հեռացավ նրանից, հանեց իր գրպանից մի փոքրիկ շիշ, լի մուգ հեղուկով։ Նա ասաց. «Սա թույն է։ Ես ստացել եմ այն մի հին կնոջից, ով ապրում է լեռներում»։ Նա ասաց. «2 կաթիլ, ամեն ինչ կավարտվի։ Ես չեմ ուզում այլս ապրել այս կյանքում, Ջիվան։ Ես ուզում եմ գնալ, ես ուզում եմ, որ դու իմանաս ինչու։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ սա քո մեղքը չէ։ Սա իմ ընտրությունն է»։ Ջիվանը զարուրեց։ Նա փորձեց խլել շիշը Լիփսիմեից, բայց նա պահեց այն ամուր։ Նա ասաց. «Ոչ, Ջիվան։ Մի փորձիր կանգնեցնել ինձ։ Ես արդեն որոշել եմ։ Բայց նախքան ես գնամ, ես ուզում եմ, որ դու ինձ համար նվագես։ Վերջին անգամ։ Նվագիր ինձ համար այն երգը, որը դու գրեցիր, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք։ Նվագիր, որպեսզի ես կարողանամ տանել այդ ձայնը ինձ հետ, որտեղ էլ որ ես գնամ»։ Ջիվանը չգիտեր, թե ինչ անել։ Նա գիտեր, որ նա պետք է վազեր օգնություն կանչելու, պետք է փրկեր Լիփսիմեին, բայց նա գիտեր, որ եթե նա հեռանար, Լիփսիմեն կաներ այն անմիջապես։ Ուստի նա որոշեց մնալ, որոշեց նվագել, հույս ունենալով, որ երաժշտությունը կփոխի նրա մտքը, կփրկի նրան այն մութ ճանապարհից, որը նա ընտրել էր։ Ջիվանը հանեց իր դուդուկը, սկսեց նվագել։ Նա նվագեց այն երգը, որը նա գրել էր Լիփսիմեի համար, երգը, որը խոսում էր սիրո մասին, որը չի կարող լինել, բայց որը երբեք չի մեռնի։ Նա նվագեց իր ամբողջ հոգով, իր ամբողջ սիրտով, արցունքները հոսում էին նրա այտերով, խառնվելով ձյան հետ, որը դեռ ընկնում էր։
Եվ Լիփսիմեն կանգնած էր այնտեղ, լսելով նրա աչքերը փակված, նրա դեմքը խաղաղ, կարծես նա արդեն գնացել էր մի այլ տեղ։ Երբ երաժշտությունը ավարտվեց, Լիփսիմեն բացեց իր աչքերը ժպտաց, մի ժպիտ, որը լի էր տխրությամբ, բայց նա ազատությամբ։ Նա ասաց. «Շնորհակալ եմ, Ջիվան։ Դու տվեցիր ինձ ամենագեղեցիկ պարքը, քո երաժշտությունը, քո սերը։ Հիմա ես կարող եմ գնալ խաղաղությամբ»։ Եվ նախքան Ջիվանը կարողանար կանգնեցնել նրան, Լիփսիմեն բացեց շիշը, բերեց այն իր շրթներին։ Ջիվանը ճչաց, ոչ, վազեց դեպի նրան, բայց արդեն ուշ էր։ Լիփսիմեն խմեց հեղուկը, նրա դեմքը աղավաղվեց ցավից։ Նա ընկավ գետին, Ջիվանը բռնեց նրան, պահեց նրան իր գրկերում, գոռաց օգնության համար, բայց ոչ ոք չէր այնտեղ։ Քաղաքը լուռ էր, միայն ձյունը շարունակում էր ընկնել, ծածկելով նրանց երկուսին իր սպիտակ ծածկոցով։ Լիփսիմեն նայեց Ջիվանի աչքերին, շշնջաց. «Ես սիրում եմ քեզ։ Գտիր ինձ հաջորդ կյանքում»։ Եվ ապա նրա աչքերը փակվեցին, նրա մարմինը դարձավ անշարժ։ Բայց Լիփսիմեն չմեռավ։ Թույնը, որը նա խմել էր, չէր բավականաչափ ուժեղ, կամ թերս հին կինը, ով տվել էր այն, խաբել էր նրան։ Լիփսիմեն կորցրեց գիտակցությունը, բայց նրա սիրտը շարունակեց բաբախել։ Ջիվանը տարավ նրան մոտակա հիվանդանոց, բժիշկները փրկեցին նրան։ Բայց երբ Լիփսիմեն արթնացավ, նա չէր ուրախ։ Նա էր բարկացած, հուսահատ։ Նա ասաց Ջիվանին. «Ինչու՞։ Փրկեցիր ինձ։ Ես ուզում էի մեռնել։ Ես ուզում էի ազատվել»։ Եվ Ջիվանը, ով նստած էր նրա անկողնու կողքին, բռնած նրա ձեռքը, ասաց. «Քանի որ ես չեմ կարող ապրել առանց քեզ։ Եթե դու մեռնես, ես նույնպես կմեռնեմ։ Ուստի խնդրում եմ, Լիփսիմե, ապրիր։ Ապրիր ինձ համար, եթե ոչ քեզ համար»։ Բայց Արամը իմացավ։ Հարանները տեսան Ջիվանին տանելով Լիփսիմեին հիվանդանոց, նրանք պատմեցին Արամին։ Նա եկավ հիվանդանոց, լի զայրույթով, լի ատելությամբ։ Նա մտավ Լիփսիմեի սենյակ, տեսավ Ջիվանին այնտեղ, նա հասկացավ ամեն ինչ։ Նա ասաց. «Դուք երկուսդ էլ դավաճաններ եք։ Դուք երկուսդ էլ ոչնչացրել եք իմ կյանքը»։ Եվ ապա նա դարձավ Լիփսիմեի կողմը, ասաց. «Դու ուզում էիր մեռնել։ Լավ։ Ես կտամ քեզ ավելի վատ բան, քան մահը։ Ես կդարձնեմ քո կյանքը ապրող դժոխք։ Դու երբեք այլս չես տեսնի այս տղամարդուն։ Դու երբեք այլս չես լսի նրա երաժշտությունը։ Դու կապրես, բայց դու կապրես ինչպես ուրվական, ինչպես ոչինչ»։ Եվ Արամը տարավ Լիփսիմեին տուն, նրանից հետո նա դարձավ նրա բանտապահը, նրա տանջողը։ Ջիվանը փորձեց գտնել Լիփսիմեին, փորձեց խոսել նրա հետ, բայց Արամը արգելափակեց ամեն ճանապարհ։ Նա սպառնաց Ջիվանին, սպառնաց նրա ընտանիքին, Ջիվանը հասկացավ, որ նա պետք է հեռանար, եթե ուզում էր պաշտպանել Լիփսիմեին իր սեփական սիրելիներին։ Ուստի նա հեռացավ, բայց նա պահեց այդ ձայնագրությունը, որը նա արել էր այդ գիշերը, երբ նա նվագեց Լիփսիմեի համար վերջին անգամ, երբ նա լսեց նրա վերջին խոսքերը։ Նա պահեց այն թաքնված, պահեց այն ինչպես գանձ, ինչպես վկայություն նրանց սիրո մասին, որը չէր կարող ապրել, բայց որը երբեք չմեռավ։ Արդյոք Ջիվանը երբ է լսեց այդ ձայնագրությունը նորից։ Արդյոք նա երբ է թույլ տվեց ինքն իրեն հիշել այդ սարսափելի գիշերը, երբ նա գրեթե կորցրեց Լիփսիմեին ընդմիշտ։ Մենք չգիտենք, բայց մենք գիտենք, որ նա պահեց այդ ձայնագրությունը 62 տարի, պահեց այն մինչ իր վերջին օրերը, նա թողեց հրահանգներ, որ այն պետք է բացվի միայն երբ նրանք երկուսն էլ հեռանան այս աշխարհից։ Ինչու՞։ Ինչ էր այդ ձայնագրության մեջ, որը այդքան կարևոր էր, այդքան սուրբ, որ նա չէր կարող բաժանել այն ոչ ոքի հետ, մինչ վերջը։ Երանի հոգեբանական կլինիկայում, որտեղ բուժվում էին այն մարդիկը, ում հոգին կոտրված էր կյանքի ծանրությունից, աշխատում էր մի բժիշկ, անունով Արմեն, ով տասնամյակներ շարունակ լսել էր մարդկանց ամենախորը գաղտնիքները։ Նա տեսել էր ամեն տեսակի տառապանք, կորուստ, դավաճանություն, հիվանդություն, մահ։ Բայց 2012 թվականին նա ընդունեց մի հիվանդ, ով տարբեր էր բոլոր մյուսներից։ Այդ հիվանդը Ջիվան Գասպարյանն էր, նա եկավ ոչ թե իր համար, այլ քանի որ նրա որդիները ստիպեցին նրան։ Նրանք ասացին, որ նրանց հայրը կորցրել է ցանկությունը ապրելու, որ նա խոսում է մեռած մարդկանց հետ, որ նա տեսնում է բաներ, որոնք չկան։ Արմենը նստեց Ջիվանի հետ իր գրասենյակում, նա հարցրեց. «Պարոն Գասպարյան, ինչու՞ եք դուք այստեղ»։ Եվ Ջիվանը, ով այդ ժամանակ արդեն 99 տարեկան էր, նայեց նրան այնպիսի աչքերով, որոնք տեսել էին չափից ավելի շատ, ասաց. «Քանի որ ես սպասում եմ մեկին, ես վախենում եմ, որ երբ նա գա, ես չեմ լինի պատրաստ»։
Արմենը չհասկացավ անմիջապես, բայց նա թույլ տվեց Ջիվանին խոսել, այն, ինչ նա լսեց, եղավ ամենաանսովոր խոստովանությունը, որը նա երբեք լսել էր։ Ջիվանը պատմեց նրան Լիփսիմեի մասին, նրան սիրո մասին, այն գիշերի մասին, երբ նա փրկեց նրան ինքնասպանությունից, այն տասնամյակների մասին, որոնք նրանք ապրեցին բաժանված, բայց միշտ կապված։ Նա պատմեց, թե ինչպես նա զգում էր Լիփսիմեի ներկայությունը, նույնիսկ երբ նրանք հեռու էին, ինչպես նա լսում էր նրա ձայնը իր գլխում, ինչպես նա տեսնում էր նրան իր երազներում։ Եվ ապա Ջիվանը ասաց ինչ-որ բան, որը Արմենին սարսափեցրեց։ Նա ասաց. «Բժիշկ Արմեն, ես գիտեմ, որ դուք կարծում եք, ես խելագար եմ։ Բայց ես ասում եմ ձեզ ճշմարտությունը։ Լիփսիմեն ես կապված ենք այնպես, որ երբ նա մեռնի, ես նույնպես կմեռնեմ։ Մեր հոգիները մեկ են, մենք չենք կարող գոյատել բաժանված։ Ես զգում եմ, որ նրա ժամանակը մոտենում է։ Ես զգում եմ, որ նա հոգնել է, որ նրա մարմինը տալիս է ազդանշաններ։ Եվ երբ նա գնա, ես կհետեմ նրան։ Ոչ թե քանի որ ես ուզում եմ մեռնել, այլ քանի որ ես չեմ կարող ապրել առանց նրա»։ Արմենը փորձեց բացատրել Ջիվանին, որ սա ոչ թե իրականություն է, այլ հոգեբանական ելույթ, որը կոչվում է համատեղ հոգեբանական կախվածություն։ Նա ասաց, որ երբ երկու մարդիկ սիրում են միմյանց այդքան խորը, նրանք կարող են զարգացնել այնպիսի կապ, որը թվում է գերբնական, բայց որը իրականում հոգեբանական է։ Բայց Ջիվանը ժպտաց ասաց. «Բժիշկ Արմեն, դուք գիտակ մարդ եք, ես հարգում եմ ձեր գիտությունը։ Բայց կան բաներ, որոնք գիտությունը չի կարող բացատրել։ Կան կապեր, որոնք գոյություն ունեն հոգու մակարդակում, որոնք ավելի ուժեղ են, քան ցանկացած ֆիզիկական օրենք։ Ես ապրել եմ 99 տարի, ես գիտեմ, թե ինչ իրական է, ինչ ոչ։ Եվ ես ասում եմ ձեզ, Լիփսիմեն ես մեկ ենք, երբ նա գնա, ես կգնամ»։ Արմենը չէր կարող համոզել Ջիվանին, նա թողեց նրան գնալ։ Բայց նա պահեց նշումներ այդ հանդիպման մասին, երբ Ջիվանը մահացավ 2021 թվականին, ճիշտ 30 օր Լիփսիմեի մահից հետո, Արմենը հիշեց այդ խոսակցությունը, նա հարցրեց ինքն իրեն, արդյոք Ջիվանը ճիշտ էր։ Արդյոք իսկապես հնարավոր է, որ երկու հոգիներ կարող են լինել այդքան կապված, որ մեկի մահը ավտոմատ կերպով բերում է մյուսի մահը։ Կամ թերս Ջիվանը պարզապես թույլ տվեց ինքն իրեն մեռնել, թույլ տվեց իր մարմնին հանձնվել, քանի որ նա չուներ այլս պատճառ ապրելու։ Բայց կար մեկ բան, որը Արմենը գտավ իր նշումներում, ինչ-որ բան, որը Ջիվանը ասել էր այդ հանդիպման ժամանակ, բայց որը Արմենը չէր հասկացել այն ժամանակ։ Ջիվանը ասել էր. «Երբ Սոնան մեռավ, ես զգացի ազատություն, բայց նա մեղք։ Ազատություն, քանի որ հիմա ես կարող էի մտածել Լիփսիմեի մասին առանց դավաճանելու իմ կնոջը։ Բայց մեղք, քանի որ Սոնան սիրում էր ինձ, նա արժանի էր ավելի լավ ամուսնու, քան ես եղա»։ Նա գիտեր Լիփսիմեի մասին, նա միշտ գիտեր, բայց նա երբեք չխոսեց դրա մասին։ Նա տվեց ինձ այն, ինչ նա կարող էր տալ՝ կայունություն, ընտանիք, տուն։ Բայց նա չէր կարող տալ ինձ այն, ինչ Լիփսիմեն տվեց՝ կրակ, կրք, այն զգացումը, որ ես կենդանի եմ։ Եվ հիմա, երբ Սոնան գնացել է, ես սպասում եմ Լիփսիմեին։ Ես սպասում եմ, որ նա նույնպես ազատվի, ապա մենք կարող ենք վերջապես լինել միասին, եթե ոչ այս կյանքում, ապա հաջորդում։ Այս խոսքերը բացահայտում էին ինչ-որ բան, որը շատերը չէին հասկանում Ջիվան Գասպարյանի մասին։ Նա ոչ թե պարզապես սպասում էր մահվան, նա ակտիվորեն պատրաստվում էր դրան։ Նա տեսնում էր մահը ոչ թե ինչպես վերջ, այլ ինչպես սկիզբ նոր կյանքի, որտեղ նա կարող էր լինել Լիփսիմեի հետ։ Եվ այս հավատքը, այս համոզվածությունը եղավ այն, ինչը պահեց նրան կենդանի այն տարիներին, երբ նա կորցրել էր Սոնային, այն, ինչը թույլ տվեց նրան հանգիստ գնալ, երբ Լիփսիմեն վերջապես հեռացավ։ Բայց Ջիվանի ընտանիքը չէր հասկանում սա։ Նրանք տեսնում էին միայն ծեր տղամարդու, ով հրաժարվում էր ուտել, հրաժարվում էր բուժվել, հրաժարվում էր պայքարել։ Նրանք մեղադրում էին իրենց հորը, որ նա թողնում է նրանց, որ նա ընտրում է մահը կյանքի փոխարեն։ Բայց նրանք չգիտեին ամբողջ պատմությունը։ Նրանք չգիտեին Լիփսիմեի մասին, չգիտեին այն սիրո մասին, որը նրանց հայրը կրել էր իր սրտում 70 տարի։ Եվ երբ նրանք վերջապես իմացան, երբ նրանք գտան այդ նամակները, այդ լուսանկարները, այդ ձայնագրությունը, նրանք հասկացան, որ նրանց հայրը ոչ թե թողնում էր նրանց, այլ գնում էր այնտեղ, որտեղ նրա սիրտը միշտ եղել էր։ Բայց կար մեկ մարդ, ով հասկանում էր Ջիվանի ամենափոքր որդին, Գորգը, ով ինքը երաժիշտ էր, ով ժառանգել էր իր հոր զգայունությունը։ Գորգը նստեց իր հոր կողքին այն վերջին օրերին, նա տեսավ, թե ինչպես նրա հայրը դանդաղորեն հեռանում էր։
Նա տեսավ, թե ինչպես նրա աչքերը դառնում էին ավելի հեռավոր, ինչպես նրա շունչը դառնում էր ավելի թույլ, ինչպես նրա մարմինը դառնում էր ավելի թեթ, կարծես նա արդեն կիսով չափ այլ աշխարհում էր։ Եվ Գորգը հարցրեց իր հորը. «Հայր, դու տեսնո՞ւմ ես նրան։ Դու տեսնո՞ւմ ես Ռիփսիմեին»։ Եվ Ջիվանը, ով գրեթե չէր կարող խոսել, ժպտաց շշնջաց. «Այո։ Նա այստեղ է։ Նա սպասում է ինձ։ Եվ ես պատրաստ եմ գնալ»։ Գորգը լաց եղավ, բայց նա հասկացավ։ Նա հասկացավ, որ նրա հայրը գտել էր խաղաղություն, գտել էր այն, ինչ նա փնտրել էր ողջ կյանքը։ Եվ երբ Ջիվանը վերջապես հեռացավ, Գորգը զգաց ոչ թե միայն տխրություն, այլ նա ինչ-որ տեսակի հպարտություն։ Հպարտություն, որ նրա հայրը ապրել էր այնպիսի սիրով, որը շատերը երբեք չեն ունենա, սիրով, որը գերազանցում էր ժամանակը, տարածությունը, նույնիսկ մահը։ Եվ Գորգը որոշեց, որ նա կպահպանի իր հոր ժառանգությունը, ոչ թե միայն նրա երաժշտությունը, այլ նրա պատմությունը, նրա սիրո պատմությունը, որը պետք է պատմվի, որպեսզի աշխարհը հասկանա, թե ինչ է իսկական սերը։ Արդյոք Գորգը ճիշտ արեց, պահպանելով այդ պատմությունը։ Արդյոք մենք պետք է իմանանք այս գաղտնիքները, այս ցավերը, այս սերերը, որոնք ապրվեցին ստվերներում։ Կամ թերս ավելի լավ կլիներ թողնել դրանք թաքնված, թողնել Ջիվանին Ռիփսիմեին հանգստանալ իրենց գաղտնիքների հետ։ Բայց եթե մենք չիմանանք այս պատմությունը, ապա մենք կորցնենք ինչ-որ բան կարևոր, մենք կորցնենք հասկանալը, թե ինչ է իսկական սերը, ինչ է իսկական նվիրվածությունը, ինչ է իսկական զոհաբերությունը։ Երանի 5 գերեզմանատանը, որտեղ հանգստանում են Հայաստանի մեծերը, կա 2 գերեզման, բաժանված միայն 20 մետրով։ Մեկում հանգստանում է Ջիվան Գասպարյանը, մյուսում Ռիփսիմեն։ Նրանք երբեք չէին միասին կյանքում, բայց մահվան մեջ նրանք գտնվում են մոտ, այնքան մոտ, որ եթե քամին փչի ճիշտ ուղղությամբ, ծաղիկները մի գերեզմանից կարող են հասնել մյուսին։ Գերեզմանատան պահապանը, ծեր տղամարդ, անունով Սուրեն, ով աշխատել է այնտեղ 40 տարի, պատմում է տարօրինակ պատմություններ այդ 2 գերեզմանների մասին։ Նա ասում է, որ գիշերները, երբ լուսինը լի է, նա լսում է դուդուկի ձայն գալիս Ջիվանի գերեզմանից, երգի ձայն գալիս Ռիփսիմեի գերեզմանից։ Նա ասում է, որ ծաղիկները, որոնք տնկված են այդ գերեզմանների վրա, աճում են դեպի միմյանց, կարծես փորձելով հասնել միմյանց։ Եվ նա ասում է, որ երբեմն, շատ վաղ առավոտները, երբ մառախուղը ծածկում է գերեզմանատունը, նա տեսնում է 2 ստվերներ, քայլելով միասին, ձեռք ձեռքի, վերջապես միասին։ Արդյոք Սուրենը տեսնում է ուրվականներ, թե՞ նա տեսնում է ինչ-որ բան իրական, ինչ-որ բան, որը գիտությունը չի կարող բացատրել, բայց որը սիրտը գիտե։ Այս պատմությունները տարածվեցին Երանում, մարդիկ սկսեցին այցելել այդ գերեզմանները։ Նրանք բերում էին ծաղիկներ, վառում էին մոմեր, նրանք աղոթում էին, ոչ թե միայն Ջիվանի Ռիփսիմեի հոգիների համար, այլ նա իրենց սեփական սիրո համար։ Նրանք աղոթում էին, որ նրանք կարողանան գտնել այնպիսի սեր, որը Ջիվանը Ռիփսիմեն ունեցան, սեր, որը գերազանցում է ամեն խոչընդոտ, ամեն ցավ, նույնիսկ մահը։ Եվ դանդաղորեն այդ 2 գերեզմանները դարձան սրբավայր սիրո համար, սրբավայր նրանց համար, ովքեր հավատում են, որ իսկական սերը երբեք չի մեռնում։ Բայց ոչ բոլորը էին երջանիկ այս պատմությամբ։ Արամի ընտանիքը, Ռիփսիմեի ամուսնու ընտանիքը, զայրացած էր։ Նրանք ասացին, որ այս պատմությունը ստություն է, որ Ռիփսիմեն հավատարիմ կին էր, որ նա երբեք չդավաճանեց Արամին։ Նրանք փորձեցին կանգնեցնել այս պատմությունը, փորձեցին ջնջել Ռիփսիմեի անունը այս սկանդալից։ Բայց ճշմարտությունը արդեն դուրս էր եկել, այն չէր կարող վերադառնալ ետ։ Մարդիկ գիտեին, նրանք ուզում էին հավատալ։ Նրանք ուզում էին հավատալ, որ սերը կարող է լինել այդքան ուժեղ, այդքան իրական, որ այն կարող է գոյատել ամեն ինչից։ Եվ ապա 2022 թվականին, մի տարի Ջիվանի մահից հետո, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը բոլորին ցնցեց։ Գերեզմանատան աշխատողները գտան, որ Ջիվանի գերեզմանի քարի վրա հայտնվել է մի արձանագրություն, որը ոչ ոք չէր դրել այնտեղ։ Արձանագրությունը ասում էր. «Վերջապես միասին»։ Ոչ ոք չգիտեր, թե ով դրեց այն այնտեղ, ոչ ոք չտեսավ որևէ մեկին մոտենալ գերեզմանին։ Բայց արձանագրությունը այնտեղ էր, գրված հին հայերենով, գրված ձեռքով, որը թվում էր ծանոթ, բայց որը ոչ ոք չէր կարող ճանաչել։ Սուրենը, գերեզմանատան պահապանը, ասաց, որ նա տեսավ մի կնոջ ստվեր այդ գիշերը, կնոջ, ով կանգնած էր Ջիվանի գերեզմանի մոտ, բայց երբ նա մոտեցավ, ստվերը անհետացավ։ Արդյոք սա Ռիփսիմեի հոգին էր, վերադարձած, թողնելու վերջին հաղորդագրությունը, վերջին նշանը, որ նրանք վերջապես միասին են։ Այս պատմությունը դարձավ լեգենդ, մարդիկ սկսեցին պատմել այն իրենց երեխաներին, իրենց թոռներին։
Նրանք պատմեցին, թե ինչպես Ջիվան Գասպարյանը Լիփսիմեն սիրեցին միմյանց այնպիսի սիրով, որը չէր կարող լինել այս կյանքում, բայց որը գտավ իր ճանապարհը հաջորդ կյանքում։ Նրանք պատմեցին, թե ինչպես սերը կարող է գերազանցել ամեն սահման, ամեն կանոն, նույնիսկ մահը։ Եվ նրանք պատմեցին, թե ինչպես երկու հոգիներ, որոնք իսկապես սիրում են միմյանց, երբեք չեն բաժանվում, նույնիսկ եթե նրանց մարմինները բաժանված են։ Բայց ամենակարևոր հարցը մնում է, արդյոք Ջիվանը Լիփսիմեն իսկապես միասին են հիմա։ Արդյոք նրանց հոգիները գտան միմյանց այն աշխարհում, որտեղ չկան ամուսնություններ, չկան պարտականություններ, չկան սահմաններ։ Մենք երբեք չենք իմանա վստահորեն, բայց մենք կարող ենք հավատալ։ Մենք կարող ենք հավատալ, որ սերը, որը այդքան խորն է, այդքան իրական, չի կարող պարզապես անհետանալ։ Մենք կարող ենք հավատալ, որ Ջիվանը Լիփսիմեն վերջապես գտան խաղաղությունը, գտան միմյանց, որ նրանք հիմա միասին են, ապրելով այն սերը, որը նրանք չէին կարող ապրել այստեղ։ Եվ երբ մենք լսում ենք Ջիվան Գասպարյանի դուդուկը, երբ մենք լսում ենք այդ տխուր, գեղեցիկ մեղեդիները, մենք հիմա գիտենք, թե ինչ է դրանց հետում։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր նոտա է սիրո երգ, յուրաքանչյուր մեղեդի է հոգու ճիչ, յուրաքանչյուր կատարում է աղոթք կնոջը, ում նա սիրել է ավելի, քան կյանքը, կնոջը, ում նա վերջապես գտավ մահվան մեջ։ Եվ մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ, արդյոք մենք երբեք ունենանք այնպիսի սեր։ Արդյոք մենք երբեք կզգանք այն, ինչ Ջիվանը Լիփսիմեն զգացին։ Կամ թերս այդ տեսակի սերը հազվագյուտ է, հատուկ, ինչ-որ բան, որը տրվում է միայն քչերին, ովքեր պատրաստ են տառապել դրա համար, ովքեր պատրաստ են զոհաբերել ամեն ինչ դրա համար։ Արդյոք դուք պատրաստ եք այդպիսի սիրո համար։ Արդյոք դուք պատրաստ եք ապրել ձեր ողջ կյանքը, սպասելով մեկին, ում դուք չեք կարող ունենալ։ Արդյոք դուք պատրաստ եք կրել այդ ցավը, այդ տառապանքը, միայն այն հույսի համար, որ մի օր, ինչ-որ տեղ, դուք կլինեք միասին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները յուրաքանչյուրս պետք է գտնենք մեր սեփական սրտերում։ Բայց Ջիվան Գասպարյանի Լիփսիմեի պատմությունը ցույց է տալիս մեզ, որ այդպիսի սերը գոյություն ունի, որ այն իրական է, որ այն արժե յուրաքանչյուր արցունքի, յուրաքանչյուր ցավի, յուրաքանչյուր զոհաբերության։ Երանի հին Մալաթիա թաղամասում, որտեղ նեղ փողոցներում դեռ պահպանվում են խորհրդային ժամանակների հետքերը, ապրում էր մի կին, անունով Ազատուհի, ով 60 տարի աշխատել էր փոստային բաժանմունքում։ Նա տեսել էր հազարավոր նամակներ, անցնող նրա ձեռքերով, բայց միայն մեկ նամակ նա երբեք չէր հանձնել հասցեատիրոջը։ Այդ նամակը եկել էր 2012 թվականի դեկտեմբերին, 3 ամիս Սոնա Գասպարյանի մահից հետո, այն ուղղված էր Ջիվան Գասպարյանին։ Բայց ուղարկողի անունը Ազատուհուն սառեցրեց արյունը՝ Լիփսիմե Առաքելյան։ Ազատուհին ճանաչում էր այդ անունը, քանի որ նա ապրում էր նույն թաղամասում, որտեղ Լիփսիմեն ապրել էր Արամի հետ, նա լսել էր շշուկները, լսել էր պատմությունները։ Նա գիտեր, որ եթե այդ նամակը հասներ Ջիվանի ձեռքը, ինչ-որ բան անդառնալի կտեղի ունենար։ Ուստի Ազատուհին թաքցրեց այդ նամակը իր տանը, թաքցրեց այն հին սնդուկի մեջ, որտեղ նա պահում էր իր սեփական գաղտնիքները։ Բայց 2021 թվականի օգոստոսին, երբ Ջիվանը մահացավ, Ազատուհին վերցրեց այդ նամակը, կարդաց այն առաջին անգամ 9 տարում։ Ներսում Լիփսիմեն գրել էր. «Ջիվան, Արամը մեռավ։ Ես ազատ եմ։ Բայց ես չեմ գալիս քեզ մոտ, քանի որ ես գիտեմ, Սոնան դեռ քեզ հետ է իր հոգով։ Սպասիր ինձ։ Երբ ժամանակը գա, երբ մենք երկուսս էլ ազատ լինենք այս աշխարհից, ես կգամ քեզ մոտ։ Եվ այն օրը, երբ ես հեռանամ, դու կզգաս։ Դու կիմանաս, որ ժամանակն է եկել հետել ինձ»։ Ինչու՞։ Ազատուհին թաքցրեց այդ նամակը, ինչ կփոխվեր, եթե Ջիվանը ստանար այն։ Արդյոք նա կապրեր ավելի երկար, թե՞ նա կմեռներ ավելի շուտ, իմանալով, որ Լիփսիմեն սպասում է նրան մյուս կողմում։ 2012 թվականի դեկտեմբերը Երանում եղավ անսովոր մութ։ Արը գրեթե չէր երում ամպերի հետից, քաղաքը թվում էր ընկղմված մի տեսակ սկի մեջ։ Ջիվան Գասպարյանը նստած էր իր տանը, մենակ, քանի որ նրա երեխաները գնացել էին Սոնայի հուղարկավորության հետ կապված գործերով զբաղվելու։ Նա նստած էր իր սենյակում, բռնած դուդուկը, բայց նա չէր նվագում։ Նա պարզապես նստում էր, նայում էր պատուհանից դուրս, նայում էր մութ երկինքը, նա մտածում էր Լիփսիմեի մասին։ Նա մտածում էր, թե արդյոք նա դեռ կենդանի է, արդյոք նա դեռ մտածում է նրա մասին, արդյոք նա երբեք իմանա, որ Սոնան մեռավ, որ նա հիմա ազատ է։ Բայց ինչպես նա կարող էր գտնել Լիփսիմեին։ Նրանք չէին խոսել 54 տարի, Ջիվանը նույնիսկ չգիտեր, թե որտեղ է նա ապրում, արդյոք նա դեռ ամուսնացած է Արամի հետ, արդյոք նա դեռ հիշում է նրան։ Այդ գիշերը Ջիվանը տեսավ երազ։
Նա տեսավ Լիփսիմեին կանգնած հին եկեղեցու մոտ, այնտեղ, որտեղ նրանք երբեմն հանդիպում էին, նա ժպտում էր նրան, այն ժպիտով, որը նա հիշում էր 60 տարի։ Նա ասաց. «Ջիվան, մի փնտրիր ինձ այս կյանքում։ Մենք չափազանց ծեր ենք, չափազանց հոգնած։ Բայց սպասիր ինձ։ Երբ ես հեռանամ, դու կզգաս, ապա դու կարող ես գալ ինձ մոտ։ Մենք կլինենք միասին ոչ այստեղ, այլ այնտեղ, որտեղ չկան սահմաններ, չկան ամուսնություններ, չկան արգելքներ»։ Ջիվանը արթնացավ արցունքներով, նա գիտեր, որ այդ ոչ թե պարզապես երազ էր, այլ հաղորդագրություն։ Լիփսիմեն խոսում էր նրա հետ, նա ասում էր նրան սպասել։ Ուստի Ջիվանը սպասեց։ Նա սպասեց 8 տարի, 8 երկար ցավոտ տարի, որի ընթացքում նա ապրեց առանց Սոնայի, առանց Լիփսիմեի, առանց ցանկացած մեկի, ում նա իսկապես սիրում էր։ Բայց այդ 8 տարիների ընթացքում Ջիվանը չէր պարապ։ Նա գրեց իր վերջին կոմպոզիցիաները, որոնք ավելի տխուր էին, ավելի խորը, քան ցանկացած բան, որ նա երբևէ ստեղծել էր։ Նա գրեց մի երգ, որը կոչեց «Սպասելով քեզ», այդ երգը դարձավ նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը։ Մարդիկ, ովքեր լսում էին այն, ասում էին, որ այն ստիպում է նրանց լալ, թե նրանք չգիտեին ինչու։ Նրանք չգիտեին, որ այդ երգը գրված էր կնոջ համար, ում Ջիվանը սպասում էր 60 տարի, կնոջ, ում նա սիրում էր ավելի, քան իր սեփական կյանքը։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ Ջիվանը նվագում էր այդ երգը, նա փակում էր իր աչքերը, պատկերացնում էր Լիփսիմեին, լսելով, ժպտացող, սպասելով նրան։ 2020 թվականի հուլիսի 21-րդ օրը Ջիվան Գասպարյանը արթնացավ անսովոր զգացումով։ Նա զգաց դատարկություն իր կրծքում, սառնություն, որը չէր գալիս արտաքին աշխարհից, այլ ներսից։ Նա վերցրեց իր դուդուկը, փորձեց նվագել, բայց ձայնը չէր գալիս։ Առաջին անգամ իր կյանքում դուդուկը լուռ էր, կարծես այն կորցրել էր իր հոգին։ Ջիվանը հասկացավ անմիջապես։ Նա հասկացավ, որ Լիփսիմեն գնացել է, որ նրա հոգին հեռացել է այս աշխարհից, որ նա հիմա սպասում է նրան մյուս կողմում։ Ջիվանը չլաց եղավ, չգոռաց, չհարցրեց ինչու։ Նա պարզապես նստեց իր սենյակում, սկսեց պատրաստվել։ Նա գիտեր, որ նրա ժամանակը եկել է, որ նա պետք է հետի Լիփսիմեին, որ նա ունի միայն 30 օր, այն ժամանակը, որը հայկական ավանդույթը տալիս է հոգուն ազատվելու համար։ Հաջորդ 30 օրերի ընթացքում Ջիվան Գասպարյանը դանդաղորեն անհետացավ։ Նրա ընտանիքը տեսավ, թե ինչպես նա դադարեց ուտել, դադարեց խոսել, դադարեց նվագել։ Նրանք փորձեցին օգնել նրան, բերեցին բժիշկներ, փորձեցին կերակրել նրան, բայց Ջիվանը մերժեց ամեն ինչ։ Նա ասաց իր որդիներին՝ «Մի փորձեք փրկել ինձ։ Ես չեմ մեռնում։ Ես գնում եմ տուն։ Ես գնում եմ այնտեղ, որտեղ Լիփսիմեն սպասում է ինձ։ Թողեք ինձ գնալ խաղաղությամբ»։ Նրա որդիները չէին հասկանում, նրանք մտածում էին, որ իրենց հայրը խելագարվել է, որ նա հալյուցինացիաներ է ունենում։ Բայց Գորգը, ամենափոքր որդին, հասկացավ։ Նա հիշեց այն պատմությունները, որոնք նա լսել էր իր հորից, հիշեց Լիփսիմեի անունը, նա հասկացավ, որ նրա հայրը ոչ թե մեռնում է, այլ ընտրում է գնալ։ Օգոստոսի 19 օրը Գորգը նստեց իր հոր կողքին, ասաց. «Հայր, պատմիր ինձ Լիփսիմեի մասին։ Պատմիր ինձ ամեն ինչ, նախքան դու գնաս»։ Եվ Ջիվանը, ով գրեթե չէր կարող խոսել, հավաքեց իր վերջին ուժերը, պատմեց։ Նա պատմեց, թե ինչպես նրանք հանդիպեցին, ինչպես նրանք սիրեցին միմյանց, ինչպես նրանք բաժանվեցին, ինչպես նրանք երբեք չդադարեցին սիրել միմյանց։ Նա պատմեց այն գիշերի մասին, երբ Լիփսիմեն փորձեց ինքնասպանություն գործել, ինչպես նա փրկեց նրան։ Նա պատմեց այն տարիների մասին, երբ նրանք ապրեցին բաժանված, բայց միշտ կապված։ Եվ նա պատմեց այն երազի մասին, որը նա ունեցավ, երբ Լիփսիմեն ասաց նրան սպասել։ Գորգը լսեց արցունքներով, նա հասկացավ, որ նրա հայրը ապրել է ամբողջ կյանքը սիրելով մեկին, ում նա երբեք չէր կարող ունենալ, որ հիմա, վերջապես, նա գնում է լինելու նրա հետ։ Օգոստոսի 20-րդ օրը, ճիշտ 30 օր Լիփսիմեի մահից հետո, Ջիվան Գասպարյանը փակեց իր աչքերը վերջին անգամ։ Նրա վերջին խոսքերը եղան. «Լիփսիմե, ես գալիս եմ»։ Եվ ապա նրա շունչը դադարեց, նրա սիրտը դադարեց բաբախել, նրա հոգին հեռացավ այս աշխարհից։ Գորգը, ով պահում էր իր հոր ձեռքը, զգաց, թե ինչպես նրա մարմինը դարձավ թեթ, կարծես ինչ-որ բան հեռացավ նրանից, ինչ-որ բան, որը ավելին էր, քան պարզապես կյանքը։ Եվ Գորգը հավատաց։ Նա հավատաց, որ նրա հոր հոգին գտավ Լիփսիմեին, որ նրանք հիմա միասին են, որ նրանք վերջապես ազատ են։ Արդյոք Ջիվանը իսկապես ընտրեց մեռնել, թե՞ նրա մարմինը պարզապես հանձնվեց։
Բժիշկները ասացին, որ դա բնական մահ էր, ծերության պատճառով, սրտի անբավարարություն։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին Ջիվանին, գիտեին ճշմարտությունը։ Նա չմեռավ ծերությունից։ Նա մեռավ, քանի որ նա ընտրեց մեռնել, քանի որ նա ուզում էր լինել Լիփսիմեի հետ, քանի որ նա հավատում էր, որ մահը ոչ թե վերջն է, այլ սկիզբ նոր կյանքի, որտեղ նրանք կարող են լինել միասին։ Երանի Կոմիտաս Պանթեոնում, որտեղ հանգստանում են Հայաստանի ամենամեծ արվեստագետները, Ջիվան Գասպարյանի հուղարկավորությունը դարձավ ազգային սուգ։ Հազարավոր մարդիկ եկան հարգանք տալու մայստրոյին, նրանք բոլորը լացում էին, թե շատերը չգիտեին ճիշտ ինչու։ Նրանք լացում էին, քանի որ նրանք զգում էին, որ նրանք կորցրել են ինչ-որ բան կարևոր, ոչ թե միայն երաժիշտ, այլ մի մարդու, ով խոսում էր նրանց հոգու լեզվով։ Բայց կար մի խումբ մարդիկ, ովքեր չէին լացում։ Դրանք Լիփսիմեի ընտանիքի անդամներն էին, նրա երեխաները, նրա թոռները, ովքեր եկել էին ոչ թե հարգանք տալու, այլ հասկանալու։ Նրանք վերջերս իմացել էին ճշմարտությունը իրենց մոր Ջիվանի մասին, նրանք ուզում էին տեսնել այն տղամարդուն, ում նրանց մայրը սիրել էր ավելի, քան իր սեփական ամուսնուն։ Հուղարկավորությունից հետո Լիփսիմեի ամենամեծ դուստրը, Լուսինեն, մոտեցավ Գորգին ասաց. «Ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Ես պետք է իմանամ ճշմարտությունը»։ Գորգը համաձայնեց, նրանք հանդիպեցին մի հանգիստ սրճարանում, հեռու հանրության աչքերից։ Լուսինեն հանեց իր պայուսակից մի փոքրիկ տետր, հին, մաշված, լի գրություններով։ Նա ասաց. «Սա իմ մոր օրագիրն է։ Ես գտա այն նրա իրերի մեջ, երբ մենք դասավորում էինք տունը նրա մահից հետո։ Նա գրել է այստեղ ամեն ինչ, ձեր հոր մասին, նրանց սիրո մասին, այն ցավի մասին, որը նա կրել է ողջ կյանքը։ Ես կարդացի այն, ես հասկացա, որ իմ մայրը երբեք իսկապես չէր սիրել իմ հորը։ Նա սիրում էր ձեր հորը, նա ապրեց ողջ կյանքը, զգալով այն սիրո համար, որը նա չէր կարող ունենալ»։ Գորգը վերցրեց օրագիրը դողացող ձեռքերով սկսեց կարդալ։ Ներսում Լիփսիմեն գրել էր իր ամենախորը մտքերը, իր ամենագաղտնի զգացմունքները։ Նա գրել էր, թե ինչպես նա հանդիպեց Ջիվանին, ինչպես նա սիրահարվեց նրան առաջին հայացքից, ինչպես նա գիտեր, որ նա երբեք չէր կարող լինել նրա հետ։ Նա գրել էր այն գիշերի մասին, երբ նա փորձեց ինքնասպանություն գործել, ինչպես Ջիվանը փրկեց նրան։ Նա գրել էր այն տարիների մասին, երբ Արամը դարձավ նրա բանտապահը, ինչպես նա ապրեց ինչպես ուրվական, առանց ազատության, առանց ուրախության, առանց սիրո։ Եվ նա գրել էր իր վերջին տարիների մասին, երբ Արամը մեռավ, նա վերջապես ազատվեց, բայց երբ նա հասկացավ, որ չափազանց ուշ է։ Նա գրել էր. «Ես ազատ եմ, բայց ես չեմ գնում Ջիվանի մոտ, քանի որ նա դեռ ամուսնացած է։ Ես չեմ ուզում ոչնչացնել նրա ընտանիքը, ինչպես իմ սերը ոչնչացրեց իմ սեփականը։ Ես կսպասեմ։ Ես կսպասեմ, մինչ մենք երկուսս էլ ազատ լինենք, ապա մենք կլինենք միասին, ոչ այստեղ, այլ այնտեղ»։ Գորգը ավարտեց կարդալը, նա նայեց Լուսինեին արցունքներով։ Նա ասաց. «Ձեր մայրը սիրում էր իմ հորը այնպես, ինչպես շատ քչերը կարող են սիրել։ Եվ իմ հայրը սիրում էր ձեր մորը նույն կերպ։ Նրանք ապրեցին իրենց ողջ կյանքերը բաժանված, բայց նրանց հոգիները միշտ եղել են միասին։ Եվ հիմա նրանք վերջապես միասին են»։ Լուսինեն հարցրեց. «Բայց ինչպես դուք կարող եք լինել այդքան վստահ։ Ինչպես դուք կարող եք իմանալ, որ կա ինչ-որ բան մահից հետո, որ նրանք իսկապես միասին են»։ Եվ Գորգը ժպտաց, մի տխուր, բայց խաղաղ ժպիտ, ասաց. «Քանի որ իմ հայրը ինձ ասաց»։ Նրա վերջին խոսքերը եղան. «Լիփսիմե, ես գալիս եմ»։ Նա տեսավ նրան, նա զգաց նրան, նա գնաց նրա մոտ։ Եվ ես հավատում եմ նրան։ Լուսինեն Գորգը նստեցին այնտեղ երկար ժամանակ, խոսելով իրենց ծնողների մասին, խոսելով այն սիրո մասին, որը նրանք ունեցան, խոսելով այն ցավի մասին, որը նրանք կրեցին։ Եվ դանդաղորեն նրանք սկսեցին հասկանալ, որ նրանց ծնողները ոչ թե թույլ մարդիկ էին, ովքեր չէին կարող պայքարել իրենց սիրո համար, այլ ուժեղ մարդիկ, ովքեր ընտրեցին զոհաբերել իրենց սեփական երջանկությունը իրենց երեխաների ընտանիքների համար։ Նրանք ընտրեցին ապրել ցավի մեջ, որպեսզի իրենց երեխաները չտառապեն։ Նրանք ընտրեցին պահպանել իրենց սերը գաղտնի, որպեսզի հասարակությունը չդատի նրանց։ Եվ նրանք ընտրեցին սпасել մահը, որպեսզի վերջապես լինեն միասին, առանց մեղքի, առանց ամոթի, առանց ցավի։ Բայց կար մեկ բան, որը Լուսինեն չէր կարող հասկանալ։ Նա հարցրեց Գորգին. «Եթե նրանք այդքան սիրում էին միմյանց, ինչու՞։ Նրանք չփախան միասին։ Ինչու՞։ Նրանք չթողեցին ամեն ինչ, չգնացին որտեղ, որտեղ ոչ ոք չէր ճանաչի նրանց։ Ինչու՞։ Նրանք ընտրեցին տառապել ողջ կյանքը։
Գորգը մտածեց երկար ժամանակ, ապա նա ասաց, քանի որ նրանք ապրում էին այլ ժամանակներում։ Խորհրդային Միությունում դու չէիր կարող պարզապես փախչել սկսել նոր կյանք։ Քեզ կգտնեին, քեզ կպատժեին, քո ընտանիքը կտառապեր։ Եվ ավելին, նրանք երկուսն էլ ունեին երեխաներ, ունեին պարտականություններ։ Նրանք չէին կարող պարզապես թողնել ամեն ինչ իրենց սիրո համար։ Ուստի նրանք ընտրեցին զոհաբերել իրենց սեփական երջանկությունը իրենց երեխաների համար։ Եվ դա, ես կարծում եմ, ամենամեծ սերն է, սերը, որը զոհաբերում է ինքն իրեն։ Լուսինեն լաց եղավ, գորգը բռնեց նրա ձեռքը։ Նրանք երկուսն էլ հասկացան, որ նրանց ծնողները տվել էին նրանց ամենամեծ պարքը, կյանքը, կայունությունը, ապագան։ Բայց նրանք նա վերցրել էին ինչ-որ բան իրենց երեխաներից, նրանք վերցրել էին օրինակը, թե ինչ է իսկական սերը։ Լուսինեն գորգը մեծացել էին տեսնելով ամուսնություններ առանց սիրո, տեսնելով ծնողներ, ովքեր ապրում էին միասին, բայց ովքեր չէին սիրում միմյանց։ Եվ դա ազդել էր նրանց սեփական կյանքերի վրա, նրանց սեփական ընտրությունների վրա։ Բայց հիմա, իմանալով ճշմարտությունը, նրանք կարող էին հասկանալ, որ իրենց ծնողները ոչ թե չէին սիրում, այլ սիրում էին չափազանց շատ, այնքան շատ, որ նրանք զոհաբերեցին իրենց սեփական երջանկությունը։ Արդյոք Լուսինեն գորգը ճիշտ արին, բաժանելով այս պատմությունը աշխարհի հետ։ Արդյոք նրանք պետք է պահպանեին իրենց ծնողների գաղտնիքը, թե նրանք պետք է թույլ տային մարդկանց իմանալ ճշմարտությունը։ Նրանք որոշեցին, որ պատմությունը պետք է պատմվի, քանի որ այն ավելին է, քան պարզապես սկանդալ։ Այն պատմություն է սիրո մասին, զոհաբերության մասին, հավատքի մասին, որ սերը կարող է գերազանցել նույնիսկ մահը։ Երանի ազատություն հրապարակում, որտեղ երիտասարդները հավաքվում են երեկրները, մի խումբ ուսանողներ կազմակերպեցին հուշարձան, նվիրված Ջիվան Գասպարյանին Դիպսիմեին։ Նրանք բերեցին հարյուրավոր մոմեր, ծաղիկներ, նրանք նվագեցին Ջիվանի երաժշտությունը բարձրախոսներով։ Մարդիկ սկսեցին հավաքվել, դանդաղորեն հրապարակը լցվեց մարդկանց, ծերերով, երիտասարդներով, երեխաներով։ Նրանք բոլորը եկել էին հարգանք տալու երկու մարդկանց, ովքեր սիրեցին միմյանց այնպես, որ նրանց պատմությունը դարձավ լեգենդ։ Բայց կար մի տարեց կին, ով կանգնած էր հեռվից, նայելով հուշարձանը, նրա աչքերում արցունքներ էին։ Այդ կինը Ազատուհին էր, փոստային աշխատողը, ով թաքցրել էր Դիպսիմեի նամակը Ջիվանից։ Ազատուհին մոտեցավ հուշարձանին, դրեց մի մոմ։ Եվ ապա նա հանեց իր պայուսակից այն նամակը, որը նա պահել էր 9 տարի, նամակը, որը նա երբեք չէր հանձնել։ Նա դրեց այն մոմերի մեջ, նա ասաց բարձրաձայն, ներեցեք ինձ։ Ես մտածեցի, որ ես պաշտպանում եմ ձեզ, բայց ես սխալվեցի։ Ես խլեցի ձեզանից վերջին հնարավորությունը լինել միասին այս կյանքում։ Մարդիկ, ովքեր լսեցին նրան, մոտեցան հարցրեցին, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ Ազատուհին պատմեց նրանց ամբողջ պատմությունը, պատմեց, թե ինչպես նա ստացավ այդ նամակը, ինչպես նա թաքցրեց այն, ինչպես նա զղջում է այդ որոշման համար ամեն օր։ Մարդիկ վերցրին նամակը, կարդացին այն բարձրաձայն։ Եվ երբ նրանք լսեցին Դիպսիմեի խոսքերը, սպասիր ինձ։ Երբ ժամանակը գա, երբ մենք երկուսս էլ ազատ լինենք այս աշխարհից, ես կգամ քեզ մոտ, նրանք բոլորը լաց եղան։ Նրանք հասկացան, որ Դիպսիմեն Ջիվանը ունեցան պլան, որ նրանք համաձայնվել էին սպասել միմյանց, որ նրանք պահպանեցին այդ խոստումը մինչ վերջը։ Եվ նրանք հասկացան, որ Ազատուհին, թե նա մտածեց, որ նա անում է ճիշտ բանը, իրականում խանգարեց նրանց վերջին հնարավորությանը խոսել միմյանց հետ, վերջին հնարավորությանը ասել միմյանց, ես սիրում եմ քեզ։ Բայց մարդիկ չդատեցին Ազատուհուն։ Նրանք հասկացան, որ նա արեց այն, ինչ նա կարծում էր ճիշտ է, որ նա փորձեց պաշտպանել Ջիվանին ավելի մեծ ցավից։ Եվ նրանք ներեցին նրան, ինչպես նրանք հավատում էին, որ Ջիվանը Դիպսիմեն նույնպես կներեին նրան։ Քանի որ վերջում նամակը կամ ոչ, Ջիվանը Դիպսիմեն գտան միմյանց։ Նրանք գտան միմյանց մահվան մեջ, նրանք հիմա միասին են, ազատ, երջանիկ, վերջապես միասին։ Այդ գիշերը հուշարձանը դարձավ ուխտատեղի։ Մարդիկ եկան բոլոր երանից, նույնիսկ այլ քաղաքներից, նրանք բերեցին ծաղիկներ, մոմեր, նամակներ։ Նրանք գրեցին իրենց սեփական պատմությունները սիրո մասին, կորստի մասին, հույսի մասին։ Եվ նրանք աղոթեցին, որ Ջիվանը Դիպսիմեն գտան խաղաղություն, գտան միմյանց, որ նրանց սերը շարունակի ոգեշնչել մարդկանց սերել ավելի խորը, սերել ավելի ազնիվ, սերել առանց վախի։ Բայց ամենակարևոր բանը, որ տեղի ունեցավ այդ գիշերը, եղավ այն, որ երկու ընտանիքները, Գասպարյանների առաքելյանների, վերջապես հանդիպեցին։
Նրանք կանգնեցին միասին հուշարձանի մոտ, նրանք խոսեցին իրենց ծնողների մասին, խոսեցին այն սիրո մասին, որը նրանք ունեցան, խոսեցին այն ժառանգության մասին, որը նրանք թողեցին։ Եվ նրանք որոշեցին, որ նրանք կպահպանեն այդ ժառանգությունը, կպահպանեն այդ պատմությունը, կփոխանցեն այն հաջորդ սերունդներին։ Քանի որ այս պատմությունը ավելին է, քան պարզապես սիրո պատմություն։ Այն պատմություն է մարդկային հոգու մասին, նրա ուժի մասին, նրա թուլության մասին, նրա անսահման կարողության մասին սիրել։ Արդյոք Ջիվանը Լիփսիմեն կուզեին, որ նրանց պատմությունը պատմվի այսպես։ Արդյոք նրանք կուզեին, որ նրանց գաղտնի սերը դառնա հանրային լեգենդ։ Մենք երբեք չենք իմանա վստահորեն, բայց մենք կարող ենք հավատալ, որ նրանք կուզեին, որ նրանց սերը ոգեշնչի ուրիշներին, որ նրանց զոհաբերությունը ունենա իմաստ, որ նրանց ցավը չլինի զուր։ 2 տարի անց Ջիվան Գասպարյանի Լիփսիմե Առաքելյանի մահից, Երանի քաղաքապետարանը որոշեց տեղադրել հուշատախտակ այն տանը, որտեղ Ջիվանը ապրել էր իր վերջին տարիները։ Հուշատախտակի բացման արարողությանը եկան հարյուրավոր մարդիկ, նրանց մեջ էին Ջիվանի Լիփսիմեի երեխաները, թոռները, նույնիսկ ծոռները։ Նրանք բոլորը կանգնեցին միասին, նրանք լսեցին, թե ինչպես քաղաքապետը խոսեց Ջիվանի ժառանգության մասին, նրա երաժշտության մասին, նրա սիրո մասին։ Եվ երբ հուշատախտակը բացվեց, մարդիկ տեսան, որ այնտեղ գրված էր ոչ թե միայն Ջիվանի անունը, այլ նա Լիփսիմեի անունը։ Գրված էր Ջիվան Գասպարյան Լիփսիմե Առաքելյան, 2 հոգիներ, 1 սեր, 1 երգ։ Այդ պահին երկինքը սկսեց անձրել, բայց ոչ ոք չհեռացավ։ Մարդիկ կանգնեցին այնտեղ անձրի տակ, նրանք լսեցին, թե ինչպես մեկը սկսեց նվագել դուդուկ։ Դա Գորգն էր, Ջիվանի որդին, ով ժառանգել էր իր հոր դուդուկը նրա տաղանդը։ Նա նվագեց այն երգը, որը Ջիվանը գրել էր Լիփսիմեի համար, սպասելով քեզ, յուրաքանչյուր նոտա էր լի այնպիսի ցավով, այնպիսի սիրով, որ մարդիկ չէին կարող զսպել իրենց արցունքները։ Եվ երբ երաժշտությունը ավարտվեց, մարդիկ կանգնեցին լուռ, նրանք զգացին, որ Ջիվանը Լիփսիմեն այնտեղ էին նրանց հետ, որ նրանց հոգիները դեռ ապրում են այդ երաժշտության մեջ, այդ սիրո մեջ, այդ հիշողության մեջ։ Բայց կա մեկ վերջին գաղտնիք, որը մնում է։ Գերեզմանատան պահապանը։ Սուրենը պատմում է, որ ամեն տարի հուլիսի 21-ին օգոստոսի 20-րդին, այն օրերը, երբ Լիփսիմեն Ջիվանը մահացան, նա տեսնում է ինչ-որ բան անսովոր։ Նա տեսնում է, որ ծաղիկները, որոնք աճում են նրանց գերեզմանների վրա, ծաղկում են միաժամանակ, թե դրանք տարբեր տեսակի ծաղիկներ են, պետք է ծաղկեն տարբեր ժամանակներում։ Նա տեսնում է, որ մոմերը, որոնք մարդիկ թողնում են, վառվում են ավելի երկար, քան նորմալ։ Եվ նա տեսնում է, որ երբեմն շատ վաղ առավոտները, երբ ոչ ոք չկա, 2 ստվերներ քայլում են միասին գերեզմանատան ուղիներով, ձեռք ձեռքի, ժպտացող, վերջապես միասին։ Արդյոք սա ճիշտ է, թե? Սուրենի երակայությունը։ Արդյոք Ջիվանի Լիփսիմեի հոգիները իսկապես դեռ այստեղ են, թե? Նրանք գնացել են հեռու, դեպի մի տեղ, որտեղ մենք չենք կարող հասնել։ Մենք երբեք չենք իմանա վստահորեն։ Բայց այն, ինչ մենք գիտենք, այն է, որ նրանց սերը դեռ ապրում է։ Այն ապրում է նրանց երեխաների մեջ, ովքեր պատմում են նրանց պատմությունը իրենց սեփական երեխաներին։ Այն ապրում է Ջիվանի երաժշտության մեջ, որը դեռ նվագվում է ողջ աշխարհում։ Եվ այն ապրում է մեր սրտերում, երբ մենք լսում ենք այդ պատմությունը, հիշում ենք, որ իսկական սերը երբեք չի մեռնում։ Ուստի հարցը ոչ թե այն է, արդյոք Ջիվանը Լիփսիմեն միասին են հիմա։ Հարցը այն է, ինչ է նրանց պատմությունը սովորեցնում մեզ։ Այն սովորեցնում է մեզ, որ սերը կարող է գոյատել ամեն խոչընդոտից։ Այն սովորեցնում է մեզ, որ զոհաբերությունը սիրո ամենաբարձր ձն է։ Եվ այն սովորեցնում է մեզ, որ նույնիսկ երբ կյանքը բաժանում է մեզ այն մարդկանցից, ում մենք սիրում ենք, մեր հոգիները կարող են մնալ կապված ընդմիշտ։ Բարեկամներ, ինչ եք կարծում Ջիվան Գասպարյանի Լիփսիմե Առաքելյանի մասին։ Արդյոք նրանք զոհեր էին իրենց ժամանակի հասարակության ճնշման, թե? Նրանք ինքներդ ընտրեցին այդ ճանապարհը, զոհաբերելով իրենց երջանկությունը իրենց ընտանիքների համար։ Արդյոք նրանց սերը ավելի մեծ էր, քանի որ այն երբեք չիրականացավ, թե? Դա ողբերգություն է, որը կարող էր խուսափվել։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք նրանց հիշում են ձեր քաղաքում, ձեր ընտանիքում։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, դրեք լայք ճշմարտության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, ավելի շատ պատմություններ լսելու համար այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին աշխարհը իրենց սիրով, իրենց արվեստով, իրենց զոհաբերությամբ։